ադրբեջանական նավթը 70%-ով մի հանքից է գալի։ Այդ հանքի ռեսուրսները սպառման եզրին են, այս պահին այդ հանքում առկա ռեսուրսներով մի 5 տարվա կյանք է մնացել այդ հանքին։ Ու ավելի կարևոր այն, որ այդ հանքը ապահովում Ադրբեջանի նավթագազային ընդհանուր եկամուտների 90%-ը։ Իսրայելի հետ հարաբերությունները ոնց Ադրբեջանի իրանք ոնց են աջակցել վերջի պատերազմին կամ իրանց բանակը զինելու։ 2020 թվականից հետո մեր այն ընդդիմությունը, որ կար ու կա, ինքը չի կարեցել մեր հասարակությանը ինչ-որ այլ ընտրանք առաջարկի։ Իրանք անդադ կրկնել են, որ այս իշխանությունները դավաճաններ են, պատերազմը պարտվեցին եւ այլն, ինչի հետ ես համաձայն եմ, բայց իրանք դրա այլ ընտրանքը չկարեցան ձևակերպեն։ Իսկ Ռուսաստանը այս տարածաշրջանում ինչ հետաքրքրություններ դեռ ունի ու արդյոք ազդեցությունը իր կճանում է թե չէ։ Եթե պատերազմից առաջ ճիշտ որոշումներ կայացվեին, մենք կարայինք պատերազմի ելքը չունենայինք, որի վերջը ունեցանք։ Հրետանու 40%-ը, հոբ միջոցների 50%-ը Ադրբեջանի առաջի հարվածից ոչնչացվել է։ Այդ նրա պատճառով ա եղել, որ Պաշտպանության բանակը սեպտեմբերի 27-ի դրությամբ բացազատված չի եղել։ Այն դեպքում, որ մեր մնացած կորպուսները բացազատված եղել են։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հյուրն էր տնտեսագետ հետազոտող Վահրամ Ռևազյանը։ Վահրամի հետ զրուցել ենք իր գրքի մասին, որտեղ ինքը խոր ուսումնասիրել է ադրբեջանական տնտեսությունը, նավթը ինչ ազդեցություն ունի այդ ամեն ինչի վրա, Ադրբեջանի Հայաստանի հարաբերությունի, նավթի գների, տնտեսական կապերի, տարածաշրջանի, պատերազմի եւ էլիտաների մասին։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, մեր ոդքասթը դուրս է գալիս ամեն 5 շաբթի, առանց բացառությունների, հասանելի է նաեւ Apple Podcast-ում եւ Spotify-ում։ Վահրամ ջան, ո՞նց ես։ Լավ, Նարեկ ջան, դու ո՞նց ես։ Լավ, մերսի շատ։ Որ խնդրեմ կպատմես քո գրքից, ինչի որոշեցիր այդ թեմայով գիրք գրես։ Ոնց որ Ադրբեջանի թեման ինձ շուտվա ինձ հետաքրքրել, այդ թեմայով շատ եմ կարդացել ու ոչ միայն տնտեսությունը ու արդեն ոնց որ երբ որ համալսարանը ավարտում էի, ոնց որ պարբերաբար ինչ-որ բաներ մոնիթորինգ էի անում, հետևում էի, կարդում էի։ Հետո եղավ 44-օրյա պատերազմը ու այդ պատերազմի ժամանակ ոնց որ ամեն մեկս փորձում էինք որ effort-ին ինչ-որ մի ձև մասնակցենք։ Ոնց որ ես այդ ժամանակ արդեն կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչությունում էի աշխատում ու ոնց որ կողքից սկսեցի ավելի խորը մոնիթորինգ անեմ ու ոչ միայն լուրեր կարդալով սահմանափակվեմ, այլ Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ համակարգված դատա հավաքեմ ու այդ դատան վերլուծեմ։ Ու ոնց որ պատերազմի ընթացքում ահագին դատա հավաքվեց ու պատերազմից հետո ոնց որ ես գտա, որ այդ թեման պետք է շարունակել ու քանի որ իմ աշխատանքի մեջ որոշակի ավտոնոմություն ունեի, որոշակի նաև ազատ ժամանակ ունեի գործից դուրս, ոնց որ սկսեցի այդ թեմայի մեջ շարունակեմ խորանամ ու ոնց որ ահագին նյութ կուտակվեց ու ոնց որ այդ նյութը ես գտնում էի, որ այնքան կարևոր էր, որ այս երկրին հետագայում կարար ծառայեր, որտեվ ոնց որ այն ինֆորմացիան ու այն ինսայթները, որ տեղից հավաքվել էին, ոնց որ հետագայում կարային ոնց որ այս երկրում ոնց որ ապագայի որոշումների կայացման համար ինչ որ հիմք ծառայեին։ Հասկացա։ Հետո երբ որ կենտրոնական բանկից արդեն դուրս եկա 2023 թվականին, վերջին ոնց որ փորձեցի այն ինչ որ ունեմ հավաքած, որ իմ գլխում էր կամ ինչ որ առանձին ինչ որ կսկտուր ինֆորմացիաներ էր, այդ ամեն ինչը համակարգեմ միտեղ հրապարակեմ, որ ոչ թե դա մնա իմ գլխում ինչ որ գիտելիք, այլ համակարգված գիտելիք, որը բոլորին է հասանելի ու բոլորին հասանելի լինելով ինքը ոնց որ կարա նարատիվներ դառնա, որ հետագայում ես հասարակության համար ինչ որ փորձի ոնց որ իմ ուզած ուղղությամբ տանի ու նաև ոնց որ ինքը ոնց ասեմ իմ թեզերի համար հիմք դառնա, օրինակ ես շատ մաքսիմալիստական պնդումներ եմ անում, օրինակ Ադրբեջանի նավթի սպառման մոտ լինելու մասին, այն հետևանքների մասին, որ մեր համադա ունենալու է ու ոնց որ երբ որ դու տենց արտասովոր պնդումներ ես անում, պետք է այդ արտասովոր պնդումների համար հիմնավորումներ ունենաս, ու այդ հիմնավորումները պետք է շատ պինդ լինեն։ Բայց այդ պնդումը որտեղից եկավ։ Այդ պնդումը եկավ ինչ հիմք ունես, որ կարողանում ես հաստատես կամ քո թեզը էլի։ Ոնց որ հիմքը մի քիչ կպատմես այդ թեզի մասին։ Այդ թեզերը հիմնականում հետևյալն է, որ ադրբեջանական նավթը 70%-ով իր ժամանակին դա 80% էր հասնում, մի հանքից է գալի։ Այդ հանքի ռեսուրսները սպառման եզրին են, այդ հանքը 98 թվականից շահագործում են ու այս պահին այդ հանքում առկա ռեսուրսներով մի 5 տարվա կյանք է մնացել այդ հանքին ու ավելի կարևոր այն, որ այդ հանքը
ապահովում Ադրբեջանի նավթագազային ընդհանուր եկամուտների 90%-ը։ Ուրիշ բայց չունեն հանք, որը նոր պետք է բացվի։ Իրանք 40 տարյա հետախուզում են իրականացում, բայց նոր հանք չեն գտնում։ Ու ինչքան է հավանականությունը գտնել մի բան, որ 40 տարյա փնտրում են ու չեն գտնում, ու այդ հանքն էլ այնց չի, որ իրանք նոր են հայտնագործել, այդ հանքը դեռ 80-ականներից հայտնագործված էր, ուղղակի Սովետական միությունը փլուզվեց, չհասցրեց Սովետը այդ հանքը շահագործի, բացի այդ դե նաև տեխնոլոգիաների սահմանափակման հարց կար, ոնց որ ջրի մեջ նավթի արդյունահանման տեխնոլոգիաները Սովետական միությունում այդքան էլ զարգացած չէին, որտեղ իրանք դրա կարիքը չունեին, իրանք ցամաքում բավականին մեծ ռեսուրսներ ունեին, ու դրա համար հերթը չէր ասել այդ հանքը շահագործելուն։ Հետո Ադրբեջանը անկախացավ, երբ որ պատերազմը առաջի Ղարաբաղյան ավարտվեց ու Ադրբեջանում իրավիճակը կայունացավ, այդ հենց 94 թվականի աշնանը այդ հայտնի Դարի պայմանագիրը ստորագրվեց։ BP հետ Ոչ միայն BP-ներ, այդ աշխարհում առաջատար բոլորը չէ, բայց մեծ մասը նավթային կորպորացիաների կային, որ որոշակի տոկոսով այդ հանքում բաժին էին ստանում, բայց ոնց որ օպերատոր ընկերությունը, որ կոպիտ ասած որ այդ հանքը աշխատացնում է BP-ներ։ Հա։ Ու ոնց որ Բայց ինչի է ինքը Դարի պայմանագիրել։ Այս ընթացքում ես մի քանի հարցեր անընդհատ կտամ, որ ավելի լավ հասկանանք։ Դարի պայմանագիր ոնց որ մեդիան անվանեց, Դարի պայմանագիրը այնպես չի, որ այդ հանքը իրականում ոնց որ հսկայական հանք է, այնքան մեծ, որ ոնց որ համաշխարհային նավթային հանքերի քարտեզում ինքը երևում է, բայց այնպես չի, որ տիպը դա հանքի նավթի ոնց որ համաշխարհային արդյունահանման էական մասն էր, ուղղակի մամուլը դիտքան ուժացրեց, բայց կոնկրետ Ադրբեջանի համար ինքը շատ մեծ նշանակություն ուներ, մեծ հաշվով վերջին 30 տարիների պատմությունը Ադրբեջանում հենց այդ հանքի շահագործումնական խորոշել։ Այսինքն Ադրբեջանի համար ինքը հսկայական իրադարձություն էր, բայց աշխարհի մակարդակով ինքը այնքան մեծ իրադարձություն չէր, ոչ մի բան չասենք, ոնց որ հերթական խոշոր նավթային հանքի շահագործման պայմանագիր էր։ Միջազգային նավթային կորպորացիաները ասենք 1917 թվականից հետո նորից մտան Ադրբեջան, Բաքվի նավթահանքերին հասանելիություն ունեցան, բայց նույնիսկ այդ երբ որ Ադրբեջանում անկախության շրջանում նավթը իր պիկի վրա էր, այդ համաշխարհային նավթի արդյունահանման մի տոկոսին չէր հասնում։ Այսինքն Ադրբեջանի նավթը համաշխարհային նավթ արդյունահանման մեջ ինքը մեծ կտոր չի էական։ Հա։ Եթե արդեն ունես գործող բիզնես եւ մտածում ես թե ինչպես անցնել հաջորդ մակարդակին, հիմա շատ լավ պահ է այդ քայլը անելու համար։ Ագվա բանկը մինչև 35 տարեկան ձեռներեցների համար առաջարկում է ֆինանսավորում հատուկ պայմաններով, որպեսզի սահմանափակումների մասին մտածելու փոխարեն կարողանաս կենտրոնանալ քո բիզնեսի աճի վրա։ Կարող ես ստանալ բիզնես վարկ մինչև 50 միլիոն դրամ, մինչև 60 ամիս ժամկետով, դրամով, դոլարով կամ եվրոյով։ ՀՀ դրամի դեպքում տոկոսադրույքը սկսում է 11.9%-ից։ Սա հնարավորություն է ընդլայնելու գործունեությունդ եւ իրականություն դարձնել այն գաղափարները, որոնք արդեն հասունացել են քո բիզնեսում։ Մանրամասների համար անցիր հղումով ներքևում։ Ու ոնց որ շեղվեցինք, այդ հանքը Ադրբեջանի նավթագազային եկամուտների 90%-ն է տալի, այսինքն նույնիսկ եթե գազից եկամուտներն է գումարում ես, մեկը այդ հանքն Ադրբեջանին կերակրում, ու երբ որ այդ հանքում ռեսուրսները վերջանան, այն սոցիալ-տնտեսական մոդելը Ադրբեջանում որ կա, ինքը կոլապսի է գնալու, որտեղ Իսկ դա բյուջեի քանի տոկոսն է կազմում։ Բյուջեի եկամուտների մոտավորապես 50%-ը նավթից ու գազից եկամուտներն են։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, բյուջեի 50%-ը գալիս է նավթից ու գազից, որի 90%-ն էլ մի հանքից է կախված, որը վերջանում։ Այո, ասենց մեխանիզմ պատկերացնենք, այդ հանքը շահագործվում է PCA պայմանագրի ներքո, PCA բացվում է Production Sharing Agreement, որը ոնց որ միջազգային ընդունված պրակտիկա է, որ այդ նավթահանքերը շահագործվող դրանց համար առանձին հարկային ռեժիմ է սահմանվում կոնկրետ պայմանագրի ներքո, կոնկրետ այդ պայմանագիրը հետևյալ ձևով է սահմանում, որ միջազգային նավթային կորպորացիաները ներդրումներ են անում ու այդ հանքից արդյունահանվող եկամտաբեր նավթի եկամտաբեր այդտեղ հասկացում են, որ ծախսերը հանած 80%-ը գնալու էր Ադրբեջանին, այսինքն այդ կազմակերպությունները մեծ ներդրումներ էին անելու, սկսելու էին հանքը շահագործեն, հետո երբ որ իրանք սկսեին իրանց ներդրումները ամբողջությամբ հետ գնային, արդեն այն մնացած նավթի 80%-ից եկամուտը Ադրբեջանին էր գնալու։ Հա։ Ու այդ եկամուտը առաջ երթին գնում է մուտքագրվում է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամ SOFAS, որ կոպիտ ասած Ադրբեջանի գրպան ոնց որ դրա մեջ են կուտակվում Իրանի նավթից ու գազից եկամուտները։ Ու դե նաև այդ սուվերեն հիմնադրամների իմաստը այն է, որ նավթ արդյունահանող երկրները իրանք ավելի շատ եկամուտ են ստանում, քան իրանք այդ պահին կարան ծախսեն, ու բացի այդ համարվում է, որ այդ ռեսուրսները միայն ներկա սերունդին չեն ծառայելու, այլ նաև ապատասերունդներին։ Դրա համար այդ ձև հիմնադրամներում ոնց որ նավթից եկամուտները հավաքվում են ու նաև որոշում են, որ մասը այս պահին ծախսեն, որ մասը խնայեն հետագա սերունդների համար։ Ադրբեջանը հիմա ինչ վիճակ է։
Ադրբեջանը այս պահին արդեն այդ նավթից եկամուտները այնքան են, չէ, որ ընթացիկ նավթագազային եկամուտները գնում են հենց պետական բյուջե։ Այսինքն ֆոնդ գումար չեն դնում ապագայի Ֆոնդ դնում են, բայց միանգամից դուրս է գալի, իսկ ապագայի գումարը այդ են հին հավաքված փողերի վրա գումարվող տոկոսներն է, որ པարզ լինի այդ հանքից լավագույն տարիներին, այդ 2010-ականների սկիզբն էր, այսինքն հանքի շահագործման պայմանագիրը 94 թվականին ստորագրեցին, 98-ից սկսեցին առաջին նավթը ստանալ, բայց դա դեռ հանքի լայնամասշտաբ շահագործումը չէր։ Լայնամասշտաբ շահագործումը հանքի սկսեց 2005 թվականին ու իր պիկին հասավ 2010 թվականին։ 2008 թվականից այդ սկզբնական մեծ կապիտալ ներդրումները արդեն հետ գնված էին։ Ադրբեջանի բախտը շատ բերեց, որովհետև այդ փուլում թանկ էր նավթը։ Այո, 90-ականների վերջին, երբ որ այդ պայմանագիրը 90-ականների մեջ տեղակնքվել էր, նավթը կոպեկներ արժեր, $20 էր, $5 էր։ Ու այդ պայմաններում ոնց որ նույնիսկ լավագույն տարիներին, այն պահի կանխատեսումներով իրենք մոտավորապես $5 միլիարդ էին ստանալու եկամուտ։ Բայց հետո 2000-ականների կեսերից նավթի գները սկսեցին կտրուկ աճել ու այդ պայմաններում ու երկար ժամանակ $100-ից բարձր մակարդակի մնացին։ Ու այդ պայմաններում, եթե սկզբանե նախատեսում էր, որ այդ կապիտալ ներդրումները հետ են գնվելու 2014 թվականին, փաստացի հետ գնվեցին արդեն 2008 թվականին, ու 2008 թվականից իրանք արդեն սկսեցին մեծ եկամուտներ ստանալ հանքից։ Ու այդ լավագույն տարիներին 20-25 միլիարդ տարեկան ստանում էին, որ համեմատության համար այս պահին այդ եկամուտները հանքից 5 միլիարդի կարգի արդեն իջը։ Այսինքն քիչ է ու մենակ այդ ամեն տարվա իրանց պետական բյուջեով նախատեսվում է թե Սոֆազից պետական նավթային հիմնադրամից պետական բյուջեն ինչքան է փոխանցվելու։ Ու այս տարի մենակ 7.5 միլիարդի պլան է դրած, անցած տարի էլ էր այդքան դրած։ Անցած տարի դաժե 8.5 էր։ Ու ընթացիկ նավթագազային եկամուտները արդեն իսկ բավարար չեն, որ իրանց պետական բյուջեի եկամուտների այն մասը, որ Սոֆազի կողմից է նախատեսվում, ապահովեն։ Բա տարբերությունը որտեղից է գալի։ Տարբերությունը որտեղից է գալի, նախ միջոցներ են կուտակվել, մոտավորապես 70 միլիարդ, եթե չեմ սխալվում, թվերը մի քիչ կարամ սխալվեմ, այսինքն դե այդքանի ակտիվ կա, այդ ակտիվները որոշակի եկամուտներ են գեներացնում, որը նույնպես բյուջե են փոխանցվում ու ոնց որ այդ հենց այդ եկամուտների հաշվին է հիմա փակվում է ու դաժե անցած տարի նենց իրավիճակ էր, որ ակտիվների մի մասը իրանք վաճառել են, որ պետական բյուջե փոխանցեն, ուղղակի իրանք վաճառել են ֆիքսած եկամուտով սուպորտվել է, որ մեզ լսողներին པարզ լինի, ոնց որ այնտեղ 4 մասի է կարելի բաժանել Սոֆասի ակտիվները, մի մոտավորապես 40% անցած տարվա դրությամբ այդ ֆիքսած եկամուտով գործիքներն են, ավանդներ, պարտատոմսեր։ Ամերիկյան բոնդեր երևի։ Ոչ միայն եվրոպական զարգացած երկրների, ցածր տոկոսային եկամուտ ապահովող, բայց ոնց որ քիչ ցածր ռիսկային գործիքներ, որոնք նաև լիկվիդային են։ Լիկվիդային ինչա նշանակում, որ հենց իրանք ուզեն դրանք կարան ծախեն։ Մոտավորապես մի 5-ից 10% անշարժ գույքն է, որ մի քանի երկրում տենց խոշոր գույք են առել, այդ ոնց որ հիմնականում ինքը ցածր եկամուտ ապահովում, որտեղ վարձավճարներից է եկամուտը, անշարժ գույքի մեջ ներդրումներ անելու հիմնականում իմաստն է, որ այդ անշարժ գույքի արժեքը ժամանակի մեջ աճում է, 25%-ը այդ բաժնետոմսերն են, որ հիմնականում ԱՄՆ-ում են, ու այդ շուկան վերջի մի քանի տարում բավականին աճել է, այո, ու հիմնականում այդ AI շուրջ լավատեսական սպասումների հիման վրա ու նաև այս պահին ինքը բավականին ոնց որ գերագնահատված է, ու մոտավորապես 40%-ը իրանք դրել են ոսկու մեջ, ու ոսկին ոնց որ ինքը բավականին ռիսկային է ոսկու մեջ դնելը, որովհետև խզարեց։ Հա, որտեվ ոնց որ ոսկին ի տարբերություն մյուս գործիքների եկամուտ չի ապահովում ընթացիկ, ոսկուց իրանց եկամուտը ընդհանրապես այդ ոսկու գների աճն է։ Իրանք վերջին տարիներին, որ աշխարհակական լարվածությունը մեծանում էր, աշխարհամանորոշությունը մեծ էր, այդ ձև շրջաններում ոնց որ ներդրողները սկսում են իրենց միջոցների մի մասը ոսկու մեջ դնել, որտեվ ոնց որ պատմական եկած բնած է, որ ոսկին ապահովա։ Բայց Իրանի պատերազմի պատճառով ընկավ շատ։ Շատ չի ասի, որտեվ ինքը մեկ է իր պատմական մաքսիմումների վրա է։ Պատմական մաքսիմումի վրա, բայց պիկից 10 քանի տոկոս ծավալ են։ Հա, բայց մեկը 4500-ի կարծեմ ունցիայի դիմաց գինա, որը բավականին բարձր է։ Եթե հաշվենք, որ Ադրբեջանի ձեռքբերման միջին գինը մոտավորապես երևի մի $2000 կարգի է, այդ ինքը բավականին դից եկամուտներ ունեցել։ Ու ուղղակի խնդիրը այն է, որ երբ որ ինքը դրա այդքան միջոցը հատկացրել ոսկու մեջ դրել, այդ կարա ինչ որ մի պահի այդ ոսկու գների կորեկցիա սկսի, որտեվ երբ որ ներդրողները հասկանան, որ այս турբուլենտ շրջանը անցել է կամ հասկանան, որ ինչ որ կոպիտ ասած իրանք ապահովություն են փնտրում, այդ ապահովությունը ուրիշ տեղ դնեն, մասսայական դուս են սկսելու կան ու ոսկու գները փլելու է։ Դες պատմական դեպքեր եղել են, որ էլ ավելի բարձրանա, չեմ բացառում ես դա։ Ու դե խնդիրը մենակ այն է, որ աշխարհում տենց դեպքեր շատ չեն, երբ որ սուվերեն մեծ հիմնադրամները այդպես զանգվածային սկսեն ոսկի ծախեն, տենց միանգամից դուրս գան։
Դե մի անգամ ես դուրս չեն գալի, ավելի դանդաղ են դուրս գալի, բայց օրինակ, չգիտեմ, Թուրքիան, Էմիրությունները սկսեցին այս վերջի մի քանի ամսվա մեջ ահագին արագ տեմպերով ոսկի վաճառեն։ Միգուցե այս վերջի 3 ամսվա ընթացքում Չնայած մեկը կենտրոնական բանկերը կուտակում են։ Վերջի 3 ամսվա ընթացքում Ադրբեջանն էլ սկսել է ծախի, եթե 200 տոննա ուներ, դրանից 20-25 տոննա արդեն հասցրել է ծախի։ 200 տոննա։ Այո, 200 տոննա այդ իրանց ընդհանուր պաշարներն են։ Ու դա նաև հետաքրքիր է այն, որ այս տարվա սկզբին Իլհամ Ալիևը տենց հարցազրույց էր տվել, ինքը պնդում էր, որ այդ որոշումը ոնց որ ինքը գիտեր, որ ոսկու գները բարձրանալու են ու այդ ոսկու գները թռան մինչև երկինք ու այսինքն ինքը իրան էր վերագրում տրեյդերներից նման էլ որ մենդ ինչ-որ բան առնում են պատահական բարձրանում, ասում են, գիտեք, մենք էս ուղղակի ոնց որ ինքը իր միջոցներով չի դա անում ու դեռ ռիսկային է նա, որ եթե Սոֆազի ներդրումային որոշումների մեջ ինքը տես մասնակցություն լինի, եթե այդ պնդումը ինքը ոչ թե իրան վերագրում է, այլ իրոք ինքը դրան մասնակցել այդ որոշումը անկայացմանը, կարող է այնպես լինի, որ պահագա ծախելու ինքը չջոգի ու Սոֆազում էլ ոնց որ վախեն իր կամքին հակառակ գնան ու ոնց որ այդ կորեկցիան երբ որ շուկան արագանկում ապրի, իրանք չհասցնեն դուրս գան ու այն մեծ եկամուտները, որ իրանք վերջի մի քանի տարում ոսկուց ունեցել են, ոնց որ դառնա իրանց համար վնաս։ Հասկացա, այդ բյուջեի մյուս 50%-ը ինչ տեսք ունի։ Մյուս 50%-ը այդ տարբեր հարկեր են, բայց ոնց որ Ադրբեջանի տնտեսական մոդելը սենց հասկանանք, իրանք Սոֆազից այդ նավթագազային եկամուտների բյուջե են փոխանցում, այդ պետական բյուջեից մեծ ծախսեր են իրականացնում։ Ու այդ ծախսերը բնականաբար տնտեսական ակտիվություն է գեներացնում, որը նույնպես հարկվում է։ Իրանք մեծ ուռճացված պետական ապարատ են պահում։ Բացի այդ, Ադրբեջանում շատ մեծ պետական կապիտալ ծախսեր են իրականացնում, որ բարձ լինի մեր լսողներին, ոնց որ Հայաստանը մոտավորապես իր համախառն ներքին արդյունքի, որ այդ տնտեսության չափի չափման միավորն է, մոտավորապես 22-23% հարկերի տեսքով հավաքում ծախում ու ծախսեր անում։ Ադրբեջանի դեպքում այդ մոտավորապես 35% է, տարիներ ա եղել, որ 40-ի այլ հասե անցել է։ Ու նաև այդ ծախսերի մեջ մոտավորապես 10-12%-ային կետը, 15 դաժե ինչ որ տարիների կարող է 20-ել է հասե, այդ կապիտալ ծախսերն են։ Այսինքն իրանք մեծ կապիտալ ծախսեր են անում կլինի ճանապարհաշինություն, այստեղ են բարդուր սարքում, այնտեղ են սարքում ու այդ շինարարության ոլորտը աշխատացնում է։ Կոպիտ ասած տնտեսական մոդելը հետևյալն է, նավթի եկամուտները մտցնում ենք բյուջեի ծախսեր ենք անում ու այդ ծախսերը անելով այնց իրավիճակ է ստեղծում, որ բոլորի գրպանն է ինչ որ չափ այդ գումարից ներից մտնում է։ Բնականաբար իրանց էլիտաներինը շատ ավելի շատ քան սովորական ժողովրդին է, բայց բոլորն է կոշտ են։ Բայց երբ ինչ որ մի հատ պահ գա, որ այդ նավթից եկամուտները չլինեն, իրանց տնտեսական մոդելը չի աշխատելու, որտեվ այնտեղ նավթարդյունաբերությունից դուրս տնտեսության մեջ ուրիշ արտադրողական ոլորտ չկա։ Իսկ այդ պահը երբ կգա։ Այդ պահը կախված է նավթի գներից, այսինքն իրանց նավթի արդյունահանումը շարունակաբար անկում է ապրում ու այդ հանգումը մենք տենում ենք, որ այդպես մի 5 տարվա պաշար կա, բայց այդ ասենք 5 տարուց Ադրբեջանը նավթ չի ունենալու։ Ոչ թե նավթ չի ունենալու, նավթի էական արտահանում չի ունենալու, այն ինչ որ լինելու է, մոտավորապես հերիքելու է, որ ինքը իրանք վերամշակեն բնակչությանը ծախեն։ Իսկ ո՞նց են դրան պատրաստվում։ Իրանք տարբեր պետական ծրագրեր ունեն, որ այտենց նոմինալ առումով իմաստային է, որ իրանք դիվերսիֆիկացվում են, բայց երբ որ ոնց որ փորձում ես հասկանալ դրանք էֆեկտիվ են թե չէ, հասկանում ես որ չէ, որովհետև ոնց որ նավթի ու գազի արտահանումը, որ ոնց որ ընդհանուր արտահանման 90%-ը կար, նենց էլ մնում է, ու այդ տատանումներն է որ լինում են նավթի գների հետ կապված տատանումներ են լինում, ոչ թե որովհետև իրանք դիվերսիֆիկացվում են։ Ու բացի այդ ոնց որ հետեւյալ դիլեման կա, ոնց որ Ադրբեջանը 90-ականներից հետո Հայաստանի կամ մնացած այդ սովետական երկրների նման տենց չի գնացել ոնց որ մասնավորեցման, շուկայական մեխանիզմների ներդրման ճանապարհով, ինքը դրա կարիքը չի ունեցել, որտեղ ունեցել է նավթ։ Այնտեղ պետությունը տնտեսության մեջ շարունակում մեծ մասնակցություն ունենալ։ Ենթակառուցվածքների այդ կարևոր ոլորտների մեծ մասը պետական ընկերություններ են կառավարում, այն մասն է որ պետական ընկերությունները չեն կառավարում, ինչ որ պետական օլիգարխներ ասեն։ Ընտանիքներ, մասնավոր հատված ընդ չկա զարգացած ու դիլեման հետեւյալն է, որ եթե դու ուզում ես տնտեսության մեջ փոփոխություններ անես գնաց դիվերսիֆիկացման, դու պետքա տնտեսությունը ապակենտրոնացնես, որտեղ կապիտալիստական համակարգերը իրանք ռեսուրսների ապակենտրոնացված համակարգեր են, բայց այդ ռեսուրսների ապակենտրոնացումը ուղիղ իշխող ոնց որ ռեժիմի շահերի դեմ է գնում, որտեղ մի հատ պատմություն պատմեմ, Լոնդոնում մի հատ ադրբեջանցու հետ էի ծանոթացել բիզնեսի, որ նույն բրենդը իրանք մենք Հայաստան ենք բերում, իրանք Ադրբեջան, ու Բելարուս մեր գործընկերոջ հետ բողոքում էր այդ կոռուպցիայից ընտանեկան այդ բիզնեսներից, ասում եմ, բա եթե այդպես բողոքում ես,
Դու ոնց ես քան տարբեր բրենդեր բերում Nike-ից սկսած, ես ասում եմ այնքան անհետաքրքիր է այս բիզնեսը այդ մարդկանց, որտեղ անշարժ գույքից, նավթից, գազից այնքան գումարներ են իրանք աշխատում, որ այդ retail բիզնեսը մանրածախ առևտուրը իրանք անգամ հետաքրքիր է չի։ Դրա համար կարողանում ես այդտեղ դու աշխատես լավ փող։ Ինձ թվում է այդ խելքին մոտ բնդում է, որտեվ ոնց որ այնտեղի հարուստները Հայաստանի հարուստներից շատ ավելի հարուստ են եղել, որտեղ ռեսուրսները շատ ավելի շատ է եղել։ Ու այդ իմ ասածը հետեւյալի մասին էր, որ եթե դու ուզում ես տնտեսության մեջ փոփոխություններ ունենաս, պետք է մասնավոր հատված զարգացնես այդ ռեսուրսների ապակենտրոնացումը։ Ալիևը մինչև հիմա գնացել է ռեսուրսների բացարձակ կենտրոնացման ճանապարհով պետության ձեռքում։ Ու երբ որ ինքը սկսի տնտեսության մեջ ռեսուրսները ապակենտրոնացնի, դա կարա իր քաղաքական համակարգի կենսունակության համար խնդիրներ առաջացնի, որտեղ եթե ինչ-որ այլ տնտեսային ուժեր առաջանան, որ ռեսուրսներին հասանելիություն ունեն, օրինակ ինչ-որ խոշոր բիզնեսներ ունեն, եկամուտների ստաբիլ աղբյուրներ ունեն, իր համար արդեն դրանք պոտենցիալ քաղաքական հակառակորդներ են։ Ու այդ նույն, երբ որ ասում եմ իրանք փորձում են ոչ նավթային հատվածը զարգացնել, որ նայում ես իրանք ոչ նավթային արտահանման կառուցվածքը, մեծամասամբ այդ էլի պետական ընկերություններ են։ Օրինակ, սենց հարց տամ քեզ, քո կարծիքով Ադրբեջանի ոչ նավթային արտահանում իրականացող ամենամեծ ընկերությունը ո՞րն է։ Պատկերացում չունեմ, Սոգարը։ Այո։ Մեծ լսողները որ պատկերացնեն, Սոգարը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է, որ նայում ես իրանք ոչ նավթային արտահանումը, այնտեղ էլի Սոգարն է։ Ինչ են արտահանում։ Չգիտեմ, ոնց որ Սոգարի մարքեթինգի եւ ֆինանսական օպերացիաների տնօրինությունն է, ոնց որ երևում, բայց թե ինքը ինչ արտահանում չեմ կարող ասել։ Դա Ու դե որ նայում ես այդ հաջորդը էլի գալիս է ինչ-որ Սոգար պոլիմերն է Սոգարի ստորաբաժանում, այս ինչ բանը Ադրբեջանի էլեկտրական ցանցերը ու այտենց պետական ընկերությունների շարք են։ Այն ոչ մասնավորն էլ մասնավոր ընկերություններն են, ինչ որ գյուղատնտեսական մթերքներ արտահանող ընկերություններ են, որոնք մեծ հաշվով մեծ բան չեն։ բանն է Գազպրոմի մոդելին նման է, որ գազից բացի ինչ ասես ունեն, այդ թվում մեդիա։ Բայց հարցն է, որ օրինակ Ռուսաստանում ոնց որ այդ նախ ռեսուրսները չեն վերջանում, երկրորդը Ռուսաստանում այդքանով հանդերձ ինչ որ այլընտրանքային ինստիտուտներ, այլընտրանքային տնտեսություն կա։ Օրինակ Ռուսաստանում կա զարգացած ֆինանսական համակարգ, որ Ադրբեջանում չկա։ Այսինքն ինստիտուցիոնալ առումով Ռուսաստանում ուրիշ ինստիտուտներ կան, ինքը sophisticated համակարգ, ավելի բարդ է։ Իսկ Ադրբեջանում ամեն ինչ շատ բարձր է։ Դա Ադրբեջանն ու Ռուսաստանը մի քիչ իրար համեմատելը շատ սխալ կլներ։ Իսկ մեզ այդ ամեն ինչը մեր վրա ոնց հասնում։ Հիմա որ եթե իրանց նավթը վերջանում է, իրանց ակտիվները 70 միլիարդ ունեն, բայց սկսել են այդտեղից վաճառեն, որովհետև բյուջեի ծախսեր պետքա փակվի, նշանակում է ինչ որ առումով պատկերացնում են ինչ ցունամի է իրանց սպասում ապագայում ֆինանսական առումով։ Այդ ամեն ինչը մեր այսօրվա իրականության վրա Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների վրա ոնց հասնում քո կարծիքով։ Իմ երկրորդ գրքում այդ հնչած կարևոր թեզը այն է, որ Ադրբեջանը փորձելու է այդ տնտեսական խնդիրները ի վերջո դրա քաղաքական բեռը մեր վրա դնել։ 22 րոպեն ինտրոներ։ Այո։ Ոնց որ Ադրբեջանում լինելու է ինչ-որ տնտեսական ճգնաժամ, հասարակության կենսամակարդակը էականորեն անկում է ապրելու, որը իրենց գործող այդ քաղաքացիական պայմանագիրը, այսինքն պետության ու հասարակության մեջ այդ լրակյաց համաձայնությունը, թե իրենք ոնց են հարաբերվում, խախտվելու է։ Ու դե հարց առաջանում, թե ինքը ոնց է արձագանքելու։ Հարաբերությունը ոնց ասենք, այտենց լիքը փող ունա գալի նավթից, գազից, դուք այդ էլիտաները իրանց փայը վերցնում են, տակ ինչքան մեծ ծախսեր են անում, ամեն մեկը Ադրբեջանում օրինակ գործազրկության այնպես մեծ խնդիր չկար, ոնց որ Հայաստանում։ Այդ ծախսերը ամեն մեկի գրպանը ինչ-որ մի ձև հասնում է։ Ու երբ որ այդ մարդիկ կուշտ են, իրանք ավելորդ հարցեր չեն տալի, մանավանդ երբ որ կա օրինակ մեդիայի հանդեպ վերահսկողություն ու ռեպրեսիվ պետական համակարգ, բայց երբ որ մարդիկ սոված են, իրենք սոված լինեն, իրենք դրան չեն նայելու, ու դրա օրինակը կա հենց Ադրբեջանի պատմությունից, ոնց որ մեր մոտ այնց շատ չեն խոսում, բայց 2016 թվականին, երբ որ եղավ ապրիլյան պատերազմը, Ադրբեջանը տնտեսական ճգնաժամի մեջ էր։ 2014 թվականի ամռանը նավթի գները սկսեցին անկում ապրեն ու մոտավորապես 3 անգամ ընկան պատմական պիկերից, որ $100-120 էին, իրանք իջան մինչև $40 ու բավականին երկար ժամանակ այդ մակարդակում մնացին ու Ադրբեջանում խնդիրներ սկսեցին։ Օրինակ Ադրբեջանում փոխարժեքը իրենց պետական արժույթի ի տարբերություն մեզ լողացող չի ֆիքսացա դոլարի նկատմամբ, ու այդ ժամանակ $1 արժեր ընդամենը 0.8 մանաթ մոտավորապես։ Իրանք 2015 թվականի ընթացքում երկու անգամ դեվալվացիա արեցին ու մանաթի կուրսը հասավ մինչև
$1 1.7 մանաթի, այսինքն մոտավորապես 2 անգամ արժե զրկվեց։ Այդ նշանակում է գները էականորեն աճել են, այն ապրանքները, որ ներմուծվում էին 2 անգամ թանկացան, բացի այդ պետական ծախսերն էականորեն կրճատվեցին ու այդ իմ ասած մոդելը, որ բոլորի գրպանին ինչ որ մի բան հասնում էր, այդ պահին չէր աշխատում։ Ադրբեջանում բնականաբար սոցիալական դժգոհություններ էին կուտակվում։ Ու եթե հիշես, դրան զուգահեռ 2014 թվականի ամռանը մեր սահմանին էսկալացիա սկսեց։ Սկսեցին ուղղաթիռը խոցելուց, հետո սահմանում անդադիվերսիաների պատերազմ էր, 2015 թվականից արդեն սահմանում սկսեցին մեծ կալիբրի զենքեր օգտագործել, տանկեր երկրում հրետանի էր աշխատում, այդ ամեն ինչի պիկը հասավ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, երբ որ իրանք մեծ էսկալացիայի գնացին։ Ու ոնց որ այդ հին փորձված պատմական մոդելը, Մալինկայա Պաբեդանոսնայա վայնա, երբ որ երկիրի ներսում քաղաքական իշխանությունները խնդիր ունեն, իրանք արտաքին ֆրոնտի վրա ինչ որ փորձում են ռազմական հաջողություններ ցույց տան, ինչ որ մեկին կոպիտ ասած տոպկեն, այդ իրաց ժողովրդին ծախեն որպես մեծ հաղթանակ, որ մարդիկ, չգիտեմ, ոնց որ մենք սոված ենք, բայց մեր պետությունը ուժեղ է, մեր ազգային երազանքը եզերը իրականացվում են։ Իսկ Ադրբեջանում ոնց որ այդ ազգային երազանքը շատ հստակ ձևավորված էր, ի տարբերություն մեզ օրինակ Հայաստանում 90-ականներից հետո ոչ մի իշխանություն չի մինչև Նիկոլը չի փորձել ինչ որ ազգային երազանք ձևակերպի, իսկ Ադրբեջանում այդ երազանքը շատ հստակ էր, մեր երազանքը Ղարաբաղն է, մեզանից հայերը մեր հողերը տարել են, մենք պետքա Ղարաբաղը հետ բերենք ու այնտեղ վերադառնանք ու բանը ոչ մի թիզը դա ազգային երազանք չէր։ Իսկ չէ, որովհետև դա ոչ մի ձև ձևակերպած չէր, ու բացի այդ իշխանությունները չդաս նրան, որ միգուցե իրանք չէին ուզում կամ ուզում էին, չգիտեմ իրանք ոնց էր մտածում, իրանք բոլորը գնացել բանակցել են այդ հողերը տալու վերաբերյալ, այսինքն ոնց որ ինձ թվում է իրական ոչ մի թիզական իշխանություն մենք չենք էլ ունեցել։ Ու այդ 2016 թվականի ապրիլյան պատերազմը այդ շատ ցցուն օրինակ է, թե իրանք այդ հարցը ոնց են լուծելու։ Ու նույնը եղել է 2020 թվականին։ 2020 թվականին այդ COVID-ի պայմաններում, երբ որ նավթի համաշխարհային պահանջարկը կտրուկ անկում ապրեց, նավթի գները էլի ընկան, մինչև $15 էլ էին իջել, տարվա ընթացքում միջինում $40 է գինը եղել, Ադրբեջանում էլի շատ վատ տնտեսական իրավիճակ էր, ու դրան գումարվել էր նաև լոկդաունը, որ մարդիկ իրենց տներում փակված էին, ու Ադրբեջանում արդեն իսկ դժգոհություններ էին կուտակվում։ Հետո եթե հիշեք 2020 թվականի ամռանը Տավուշում որ բախումներ եղան, ու այդ բախումներում մենք հաջողություններ գրանցեցինք, ու ոնց որ քանի որ իրենց կողմից գեներալ զոհվեց, ու ոնց որ ակնհայտ է իրենց հասարակության համար որ իրենց համար լավ չավարտվեց, այդ պահին Ադրբեջանում արդեն ցույցեր էին սկսել, այդ ցույցերը ըստ ամենայնի սկզբանե իշխանության կողմից ոնց որ կուրացիայի տակ էին, հետո ոնց որ երևի վերահսկողությունից դուրս եկան մարդիկ ինչ որ մի բան նաև պարլամենտ մտան, ու 2020 թվականի ամռանը ոնց որ Ալիևը ոնց որ շատ ոնց որ ելքեր չուներել, ու ինքը 2020 թվականի աշնանը արդեն պատերազմ սկսեց։ Հիմա այդ պատերազմին իրանք երկար չէին պատրաստվել։ Շատ երկար են պատրաստվել, ոնց որ եթե հետես նայում, այն պահից որ 2008 թվականից իրանք նավթից մեծ եկամուտներ սկսեցին ստանան, իրանք սկսեցին բանակի վրա շատ մեծ գումարներ ծախսեն, ու ոնց որ գրականության մեջ այդ բանը կա, ոնց որ պրինցիպ Չեխովսկого ռուժա, երբ որ ասում է ոնց որ գրքի առաջի ակտում, երբ որ դու զենքը պատին ես կախում, ոնց որ ինչ որ մի պահ ինքը պետքա կրակի, նույն ձև ոնց որ Ադրբեջանը երբ որ սկսեց բանակի վրա այդպես մեծ գումարներ ծախսի, իսկ ինքը այդ գումարները ծախսելու տեղ, օրինակ ինքը կարար մեր իշխանությունների հետ դիլի գնար, այդ 7 կամ 5 շրջանահեր վերցնելով ինչ որ Ղարաբաղը մեծ տար, ու այդ գումարները օրինակ ծախսել Ղարաբաղի վերակառուցման վրա, բայց իրանք ուրիշ ճանապարհով գնացին, բանակի մեջ այդ գումարները դրեցին, որ ուժով հետ բերեն, ու ինձ թվում է այդ պահից արդեն ակնհայտ էր, որ ինչ որ մի պահի պատերազմը լինելու է։ Ու նույն ձև հիմա մենք գնում ենք տենց հերթական ալիքի, Ադրբեջանում ոնց որ այդ իրավիճակը գնալով վատանում է, 2020 թվականից հետո իրանց բախտը իրականում բերեց, որտեղ 2021 թվականից, երբ որ համաշխարհային տնտեսությունը COVID-ից հետո շատ արագ վերականգնվեց, նավթի գները արագ սկսեցին անկում ապրել։ Եթե 2020 աճեն գներես, եթե 2020 թվականի սկզբին մոտավորապես $40-45 էր գինը, 2021 թվականի վերջին արդեն $100 էր մոտենում, հետո է Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, նավթի գները վավշե թռան, հետո Եվրոպայում գազի ճգնաժամը եղավ, որտեղ ռուսական գազից սկսեցին հրաժարվել, գազի գները պատմական պիկերի վրա էին, մոտավորապես 5 անգամ իրանց երկարաժամկետ միջինը գերազանցում էին, այդ Ադրբեջանին ոնց որ նոր շունչ տվեց, չնայած իր արդյունանումը շարունակում էր անկում ապրել, դրանից այդ շոկերից իրանք ահագին գումար աշխատեցին, ու այս ինչ որ նկարագրեցի ինքը բավականին հետ գցեց։ Հետո այս 25 թվականի վերջի դրությամբ ոնց որ հերթական մի հատ փուլի էինք մոտեցել, որ նավթի գների ոնց որ էլի մեծ անկում էր սպասում, որտեվ այդ
նավթի բարձր գների շրջանում նավթի մեջ ներդրումները եկամտաբեր է դառնում ու բոլոր ընկերությունները, որ նավթի հասանելիություն ունեն, սկսում են դրա մեջ ներդրումներ անեն։ Ու տենց OPEC-ի անդամ չհանդիսացող երկրները, հիմնականում ԱՄՆ-ն ու Բրազիլիան, ոնց որ մեծ ներդրումներ էին արել, նավթի արդյունահանումը մեծացրել էին, ինչ որ մի հատ պահ եկավ, որ ոնց որ OPEC-ը հասկացավ, որ էլ նավթի բարձր գներ ինքը չի կարող պահի, իսկ OPEC-ը մեծ լսողների համար այդ համաշխարհային կազմակերպությունն է, որի անդամ են նավթ արդյունահանող երկրները, հիմնականում ծոցի արաբական երկրները ու պլյուս երևի կարևորներից Ռուսաստանին ու Ղազախստանին գումարենք, իրանք սենց հարց կար դրած 2025 թվականի գարնանը, երբ որ Տրամպը տարիֆների պատերազմը սկսեց, ոնց որ բոլորը ակնկալում էին, որ այս պայմաններում, երբ որ ոնց որ մեծ անորոշություն է, նավթի պահանջարկը լավագույն դեպքում նույնն է մնալու, իսկ կարող է անկում էլ ապրի, գներն անկում են ապրելու, բոլորը սպասում էին, որ OPEC պլյուսը հեսա նավթի արդյունահանումը կկրճատի, որ գները բարձր պահի, բայց իրանք հասկացել էին, որ այս կոնյունկտուրայում իրանք էլ չեն կարող բարձր գներ պահեն, ու բացի այդ երբ որ իրանք իրենց արդյունահանումը գիտակցաբար սահմանափակել էին, ու դրա արդյունքում ԱՄՆ-ն, Բրազիլիան կամ ուրիշ երկրների նավթի արդյունահանումը էին մեծացրել, իրանք շուկայում մասնաբաժին էին գործել, օրինակ Սաուդյան Արաբիայի, որ աշխարհի ամենակարևոր նավթ արդյունահանողներից մեկն է, իր մասնաբաժինը նավթային շուկայում 10%-ով անկում էր ապրել։ Ու այդ պայմաններում 2025 թվականի գարնանը իրանք որոշեցին, որ նավթի արդյունահանումը կրճատելու փոխարեն պետք է ավելացնեն։ Ու նավթի գները, եթե հիշում ես, 25 թվականի գարնանը լավ ընկավ։ Հետո ու ոնց որ այդ նավթի շուկայում ավելցուկ ձևավորվեց, որ պատկերացնես ինչքան ոնց որ 25 թվականին եղած ավելցուկը համադրելի է եղել 2020 թվականին COVID-ի ժամանակ եղած ավելցուկի հետ շուկայում։ Ուղղակի գները այն ժամանակվա նման ցածր չէին, որտեղ աշխարհակական բարձր ռիսկեր կային, նավթի գները բարձր էին արդյունքում մնում։ Հետո 2026 թվականին ակնկալվում էր, որ այդ բանը ինչան ավելցուկը էլ ավելի է մեծանալու, մոտավորապես 2 անգամ ավելի մեծ է լինելու, քան 2020 թվականին եղածը։ Ու ակնկալվում էր, որ նավթի գները էլ ավելի են անկում ապրելու։ Բայց եղավ Իրանի այս պատերազմը, որի արդյունքում այդ Հորմուզի նեղուցը արգելափակվեց, որով նավթի համաշխարհային առաջարկի 25%-ն է գնում։ Ու դրա արդյունքում նավթի գները բարձրացան։ Հիմա այս Ադրբեջանին ոնց որ հերթական շունչ քաշելու ժամանակը տվեց։ Օրինակ, եթե ես այս տարի, եթե մինչև այս պատերազմը եղած նավթի գներով իրանք շատ արդեն բավական ռեզերվներ էին վառելու, որ պատկերացնես, այս տարվա առաջի երամսյակի ընթացքում այդ ԱՉԳ հանքից, որ ասում եմ իրանց նավթագազային եկամուտների 90%-ն է, իրանք ընդամենը $800 միլիոն եկամուտ են ստացել։ Օրինակ COVID-ի ժամանակ, որ նավթի գները $45 էր, այս ժամանակ 650 միլիոն էին ստանում։ Այսինքն համարյա հասել երամսյակին 800 միլիոն։ Հա, ու այն դեպքում, որ իրանք մենակ պետական բյուջե մոտավորապես 2 միլիարդ պետքա փոխանցեին սոֆազից։ Երամսյակի համար։ Հա։ Ոնց որ շատ մեծ կորուստներ էին արդեն կրելու, բայց այս պատերազմը իրանց հերթական անգամ շունչ քաշելու ժամանակ տվեց։ Այս պահին եղած գներով, ասում ես շունչ քաշելու ժամանակ, այդ ինչ նկատի ունես։ Այն ի նկատի ունեմ, որ այն պահից, որ Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը սկսի, Ալիևը շատ չի սпасելու, ինքը ոնց որ 2014 թվականից էսկալացիան սկսեց, ոնց որ 2020-ից սկսեց, ինքը սկսելու է ինչ որ ձև արտաքին ֆրոնտում էսկալացիաների կլինի։ Այդ կլինի Հայաստանի դեմ նոր պահանջներ, կլինի ինչ որ սահմանին, ասենք, մարտեր կամ միգուցե ավելի մեծ ինչ-որ պատերազմ, իսկ հիմա ինքը դրա անհրաժեշտությունը չի ունենալու, որտեղ օրինակ այս տարվա բյուջեն Ադրբեջանում կատարվելու է, այդ սոցիալական պայմանագիրը չի խախտվելու։ Բայց ոնց որ մենք sense խնդիր ունենք, որ այն ինչ որ մեզ համար կարճաժամկետում միգուցե օգուտ է, երկարաժամկետում մեր համար վնաս է, որտեղ ոնց որ մենք կարճաժամկետում շունչ ենք քաշում, Ադրբեջանը այս պահին էլ ակոշտ, ոնց որ մի տարի էլ շահեցինք, բայց ինքը այդ մի տարին օգտագործում է, հա, մի տարի դա ստրատեգիա չի, այդ իրականում մենք ստրատեգիա չունենք, հա։ Բայց այդ մի տարին Ադրբեջանը էլի օգտագործելու է պատերազմին պատրաստվելու համար։ 2020 թվականից հետո ինքը այդպես տարի չի եղել, որ ռազմական բյուջեն չաճեցնի։ Ու հիմա այդ ռազմական բյուջեն, եթե 20 թվականի հետ համեմատես, 2.5 անգամ աճել է։ 20-ի համեմատ 2.5 անգամ ռազմական բյուջե է։ Այն դեպքում, որ ինքը պատերազմը հաղթե, դրանից հետո իր խնդիրները լուծել է։ Եթե մեծ հաշվով այդ պատերազմը մենակ Ղարաբաղի մասին լիներ, ինքը այդ բյուջեի ռազմական ծախսերը պետք է կրճատեր, նույն ուղղեր Ղարաբաղի վերակառուցման վրա, որ իրանք հիմա անում են, բայց ինքը հակառակն է անում, ինքը ռազմական ծախսերը անդադ մեծացնում է։ Ու եթե այս տարվա բյուջեի նախագիծն նայենք, այն գումարները, որ պետք է գնար Ղարաբաղի վերակառուցման վրա, իրանք կրճատել են, բայց ռազմական ծախսերը մեծացրել են։ Հիմա պարզա չէ, թե ինչի համար այդ ռազմական ծախսերը մեծացվում։ Ու այդ ժամանակը իրանք օգտագործում են պատրաստվելու վրա, ու ի տարբերություն մեզ 2020 թվականից հետո իրանք պարապ նստած չեն, այդ բանակում բացի այդ ռազմական բյուջե մեծացնելուց նաև որոշակի որակական փոփոխություններ են գնում։
թուրքերի մասնակցությամբ, ոնց որ տրեյնինգներ են անցնում, հա, զենքնափոխվում։ Օրինակ, ըստ ամենայնի Ադրբեջանում պատերազմի կեսին 2020 թվականի ռազմական ղեկավարությունը փոխվել, իրանց գլխավոր շտաբի պետը երկարամյա, այդ Սադիկը վերահսկանունը ոնց որ պատերազմից կեսից ոնց որ հեռացվել է պաշտոնից ու ոչ մեկ տեղը չի նշանակվել։ Ու որ չի նշանակվել, բայց ինչ որ մեկը այդ պատերազմը ղեկավարել է։ Թուրքերը։ Հա, Թուրքիայից գեներալ է եղել գործուղված ազգանունը Օրսայ, եթե չեմ սխալվում, ինքը ոնց որ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվի պետն է եղել, օպերատիվը այդ այն վարչությունն է, որ գործողություններն է պլանավորում ու իրականացնում, ու այդ մարդը բանից հետո, պատերազմից հետո ինքը հետ չի վերադարձել Թուրքիա։ Մինչև վերջերս, մոտավորապես մի քանի ամիս առաջ, այդ մարդը շարունակել է մնալ որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական ու օգնել է Ադրբեջանի բանակը բերել Թուրքիայի մոդելին, ու ոնց որ Ադրբեջանում ամեն ինչ չի ոչ ռացիոնալ, օրինակ այդ պատերազմի ընթացքում իրանց մոտ օրազգային ստորաբաժանումները, որ Ջաբրայելի հատվածում ճեղքում արեցին, տանկերի հետևակի մարտական մեքենաների մեծ կորուստներ կրեցին, իրանք արդեն նոր ֆրոնտի կոնֆիգուրացիայի պայմաններում, որ լեռնային է, այդ Սյունիքի կամ Գեղարքունիքի լեռներում է իրականացում, իրանք չգնացին անիմաստ տանկերի կամ նոր հետևակի մարտական մեքենաների գնումներ անեն, այլ օրինակ դրանց փոխարեն լեռնահարաձգային ստորաբաժանումներ են ստեղծում, դրանց մեջ են ներդրումներ անում։ Այսինքն Ադրբեջանը բոլոր առումներով ինքը պատրաստվում է այդ նոր պատերազմին։ Ու երբ որ հերթական տնտեսական ճգնաժամային դեկա, իսկ դա ժամանակի հարց է, նավթի գները միայն կարան դա հետաձգեն, բայց իրանք չեն կարող չեղարկեն, որովհետև երբ որ Ադրբեջանի նավթի արդյունանումը կրճատվում է, ինչ գիներ լինի, ինչ որ մի հատ պահ կա, որ իրանք այդ կետը անցնելու են, որ էլի դեվալվացիա են անելու իրանց մանաթը։ Բայց մյուս կողմից երբ որ քո մոտ ճգնաժամը ֆինանսների մասով խնդիր ունես, երկարաժամկետում էլ ավելի մեծ խնդիր ես ունենալու, որտեղ քո ամենակարևոր ռեսուրսը վերջանում է, իմաստը ո՞րն է թանկ պատերազմ անելու։ Թանկ պատերազմ անելու իմաստը այն է, որ ոնց որ երկու ճանապարհ կա, ոնց որ մեկը դժվար, մեկը հեշտ։ Դժվարը այդ երկրում գնալ ֆունդամենտալ ռեֆորմների, այդ տնտեսության մասնավոր հատված զարգացնել, ոչ նավթային արտահանում զարգացնել։ Դե նշեցի, որ չի արվում ու փաստացի դե ֆունդամենտալ Ադրբեջանի քաղաքական իշխանությունների շահերի ու պետության շահերի մեջ խնդիր կա։ Եթե իրանք ոնց որ գնան մասնավոր հատվածի զարգացման, տնտեսության մեջ մասնավորեցման, դինամիկ մասնավոր, բայց ընդհանրապես ոչ մի բան չի արվում։ Այն ինչ արվում է, էլի պետության կուրացիայի տակ արվում, օրինակ հիմա իրանք փորձում են, սովետի նման, հա, էս են կանում, են կանում։ Ինչ որ ուժեղ նախարարություններ ունեն, որոնք մեծ նախագծեր են իրականացնում, օրինակ հիմա Ադրբեջանը մեծածավալ ներդրումներ է անում վերականգնող էներգետիկայի նախագծերի մեջ, Արևային եւ արևային եւ քամու ու ոնց որ նախագծեր կա, որ փորձելու է ինչ որ Սևծովի հատակով կաբել են անցկացնելու, փորձեն Եվրոպա էլեկտրաէներգիա նաև արտահանել։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ նավթից եկամուտները գազից եկամուտներից մեծ են եղել, օրինակ եթե նավթից իրանք 20-25 միլիարդի եկամուտ էին ստանում, գազից իրանք այդ լավագույն տարվա ընթացքում, որ 22 թվականին, որ պատմական պիկային գազի գներ էր, մի 3-4 միլիարդի ընդհանուր եկամուտ են ստացել։ Էլեկտրաէներգիայի մեջ այդ ռենտան էլ ավելի փոքր է, եթե այդ նախագծերը ուսումնասիրես, տարեկան կես միլիարդից 1 միլիարդ եկամուտ կարան իրանք սպասեն լավագույն պայմաններում, այդ 2030-ականների կեսից։ Ու երբ որ իրանք փորձում են փոխանակ ոնց որ մասնավոր հատված զարգացնեն, ոնց որ դինամիկ մասնավոր հատված ունենան, իրանք ընդհանրապես փորձում են ռենտայից մի աղբյուրը փոխարինեն մյուսով, նավթը գազով, գազը էլեկտրաէներգիայով, բայց երկարաժամկետում դա լուծում չի։ Ու ինչի այդ տենց են անում, որովհետև չեն ուզում, որ երկրի էլիտաները կորցնեն իրանց ուժը։ Այո, որտեվ իրանք չեն ուզում վերահսկողությունը կորցնեն։ Այսինքն Ալիևը ամեն ինչ անում, որ ինքը մնա մնա իշխանության, ու այդ երկար ու դժվար ճանապարհը իր համար ոնց որ նախընտրելի չի, որտեվ նախ դա իր իշխանության համար վտանգ է։ Երկրորդը այդ մարդը ոնց որ բոլոր հարցերում չի, որ խիստ ռացիոնալ է, ինքը հասկանում է թե ուր է գնում, ու երրորդը ոնց որ մյուսը ավելի հեշտ է ու փորձված։ Այդ ռազմական ծախսերը կարող է մեծ են, բայց այս պահին տանելի են, հետո ինքը արդեն մի հատ օրինակ ունի, թե ոնց է ինքը դրանց միջոցով իրան համար շատ մեծ կապիտալիզացիա ապահովել։ Այսինքն պատերազմը հա ծախսատար է, բայց դրա ալտերնատիվը իրանք չեն կարողանում անել։ Ալտերնատիվը իշխանության համար խնդիր է, բացի դրանից նաև եթե խնդիրը չլներ ավելի բարդ է, ու բացի այդ էլ ոնց որ այս մեկը փորձված է։ Օրինակ Ալիևը ինքը իր ամբողջ իշխանության ընթացքում ինքը որոշակի լեգիտիմության խնդիր է եղել, որոնք հասկացել են, որ ինքը պապայի տղեն է, որ դրել են իշխանության, ինքը ի սկզբանե որ եկել է իշխանության, նենց չի, որ իր իշխանությունը նենց բացարձակ է եղել, ոնց որ այսօր է եղել։ Ինքը երբ որ եկել է իշխանության, փաստացի երկիրը իր աշխատակազմի ղեկավարն էր ղեկավարում, որը Ալիևի մատկանցից էր, ու այդ
աշխատակազմի ղեկավարին, որ այդպես փորձված սովետական կադր էր, 2019 թվականին ինքը նոր վերջնական հեռացրեց իշխանությունից, այսինքն այդքան ոտը պնդացրել էր։ Ես չեմ պնդում, որ տիպը ինքը խամաճիկ ա եղել, ես նշում եմ, որ էլիտաների մեջ ինքը այն բացարձակ իշխանությունը չի ունեցել, ոնց որ այսօր։ Մարդիկ կային, ովքեր շատ մեծ ինֆլուենս ունեին, ազդեցություն Այո, ունեին։ ինքը գնալով Համ իրա, համ մնացածի վրա։ Այո, ինքը գնալով իր իշխանությունը կոնսոլիդացրել է, ինքը գնալով հեռացրել է այն մարդկանցից, այն մարդկանց, ովքեր իր հոր նշանակած մարդիկ էին, փոխարինով այն մարդկանցով, որ ամեն ինչով պարտական էին իրան։ Ու 2018-19 թվականին, որ նայում ես, արդեն այդ պահին նշանակվում էին այնպես մարդիկ, որ իրենց ամբողջ կարիերայով հենց Ալիևային էին պարտական, ու այդպես 40-ից 50 տարեկան պայմանական երիտասարդ կադրեր էին։ Ու 2020 թվականի պատերազմից հետո ինքը լեգիտիմություն ստեղծեց։ Այդքան երկար տարիներ Ադրբեջանում ոնց որ մարդկանց հրամցրել էին, որ իրանց ներազգային երազանքը Ղարաբաղը վերադարձնելն է, ու մարդիկ իրոք դրան հավատում էին։ Okay, երազանքը կատարեցին։ Հիմա այնտեղ ո՞րն է իրանց ազգային թազա երազանքը, ինչով են պահելու իշխանությունը։ Դե այդ երկու երազանք կա, ոնց որ էլի ինչ են անում, նախ ասում են վերակառուցելու ու վերաբնակեցնելու ենք Ղարաբաղը։ Երկրորդը իրանք նաև այս պահին խոսում են ոնց որ արդեն այդ արևելյան Զանգեզուր, Երևան վերադառնալու մասին, ոնց որ մի քանի բան պատմեմ, մեկ են, որ այդ իրանց ծավալապաշտական ամբիցիաները հենց սկզբից էլ պատերազմից անմիջապես հետո սկսեցին։ Նախկին այդ Խորհրդային Միության Զանգելանի շրջանը, Լաչինի շրջանը, Քելբաջարի շրջանը, որ իրանք վերցրել են, իրանք դրանք առանձին կառուցվածքային միավոր են ստեղծել արևելյան Զանգեզուր։ Այն դեպքում, որ այդ տարածքները երբեք ոնց որ Զանգեզուր չեն համարվել։ Այդ նրա համար արվել, որ եթե կարևելյան Զանգեզուր, դա նաև կարևմեցան Զանգեզուր, որ էլի իրանցն է, ու իրանք այդտեղ էլ ինչ որ հավակնություններ ունեն։ Ու նույն Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ իրանց հավակնությունները չեն վերջացրել, այսինքն իրանք շարունակում են բնակչությանը այդ նարատիվներով կերակրել։ Ու ոնց որ մարդիկ ինձ թվում է ոնց որ բայց իրանք դրան հավատում են, թե իշխանությունը պահանջելու գործիք է, չէ, էլիտաները։ Բնակչություն կարող հավատա։ Իրանք հավատում են ինչին։ Այդ նարատիվները, որ իրանք հիմա առաջ են տանում, թե արհեստական ստեղծում է, որ իշխանություն պահեն։ Ադրբեջանը 30 տարվա ընթացքում լիքը կեղծ նարատիվներ է ստեղծել, կապ չունի ինքը հավատացել է թե չէ, բայց այդ իշխանությունները դրանք առաջ են տալու ու դրանց ոնց որ ի վերջո հասել են։ Ինչ կապ ունի էլիտաները դրան հավատում են թե չէ, եթե իրանք դա անում են։ Այսինքն աշխատանք հարվում է դուրսությամբ։ Մեծ հաշվով հա, ու երկրորդ էլ ոնց որ այդ ազգային հետևողական են էլի։ Այո, ու նաև այն է կարևոր, որ այդ նույն Ղարաբաղը երբ որ իրանք վերցրեցին, այդ ուղղությամբ իրանք շատ մեծ կապիտալ ծախսեր են արել։ Պատերազմից հետո որ նայում ես, իրանք պետության ընդհանուր կապիտալ ծախսերի 1/3-ից մինչև կեսը գնացել է Ղարաբաղում տարբեր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու վրա։ Ճանապարհներ են սարքում, երկաթգծեր, այդ ճանապարհները շատ մեծ են, օրինակ, չգիտեմ, Շուշի գնացող նոր ճանապարհներից մեկը, որ սարքել են Ֆիզուլից, 7 թունել ունի, լիքը վիադուկներ կան։ Այն դեպքում, որտեղ նորմալ տրաֆիկ չկա, այդ ճանապարհները հիմա ոնց որ վճարով են սարքել, սովորական մարդիկ տեղով չեն գնալու։ Այն ներդրումները, որ իրանք անում են, ոնց որ տնտեսական ակտիվություն գեներացնելու, տնտեսական դիվերսիֆիկացիա ապավելու տեսանկյունից ոչ մի դիվիդենդ իրանց չեն բերելու, ոչ մի արդյունք չի տալու։ Բայց իրանք ոնց որ այդ երազանքը ստեղծել են, որ մենք պետք է Ղարաբաղը վերակառուցենք, հիմա ժողովրդին հրամցնում էին գոնե պատերազմից հետո, որ Ղարաբաղը վերակառուցում ենք։ Ու այդ ուղղությամբ մեծ ներդրումները շարունակվում էին։ Մինչև Ղարաբաղում այդ բնակավայրներ վերականգնելու, նորից կառուցելու ուղղությամբ էլ մեծ ներդրումներ արվելու, բայց պարզա չէ, որ Ադրբեջանի տնտեսության ֆունդամենտալ խնդիրները դա չի լուծելու։ Հա, բայց հնայի մեջ լավ մեծ սիրուն թվեր ա երևում։ Դե տնտեսական ակտիվություն երևում է, բայց այդ ոնց որ շինարարությունը չի կարա երկարաժամկետ տնտեսական աճը ապահովի, որտեղ շինարարությունը լինում է, քանի դեռ ինչ որ խոսքեր կան, որ այդ շինարարությունը ապահովում է։ Օրինակ նույն տնտեսական մոդել Հայաստանում կար 2000-ականների, երբ որ ամբողջ համաշխարհային տնտեսությունը աճում էր, Հայաստանը տարբեր աղբյուրներից, Ռուսաստանից, Սփյուռքից ինչ որ հոսքեր էին գալի, այդ հոսքերը իշխանությունները ուղղել էին շինարարության մեջ, այդ Կովկասյան վագրը, որ ասում էին, որ Հայաստանի տնտեսությունը 2000-ականներին երկնիշ տնտեսական աճեր ա գրանցում։ Հետո այդ ամեն ինչի վերջին եղավ, որ այդ գումար ամբողջությամբ գնաց շինարարություն, ու շինարարության կշիռը մեր տնտեսության մեջ հասել էր 25%-ի հետ, ոնց որ պատմական անոմալիա, ուրիշ երկրներում այդպես բան չկար, ու այդ շատ տարօրինակ թիվ է։ Հետո դրա վերջին եղավ, որ 2009 թվականին մեր տնտեսությունը մեծ անկում գրանցվեց, մենք աշխարհում երկրորդ ամենամեծ անկումը գրանցած տնտեսությունն էինք 14%, հիշում։ Հա, տենց թիվը է։ Ու նույնիսկ Ադրբեջանում էլ ոնց որ քանի դեռ այդ հոսքերը կան նավթից, իրանք ուղղում են շինարարության մեջ, ինչ որ բայց այդ հոսքերը չեն լինելու,
ու այդ ամբողջ տնտեսական մոդելը փլելու է։ Իսկ մենք ինչ ենք անում որպես պետություն այդ ամեն ինչը գիտակցում ենք, ինչ-որ աշխատանք անում ենք հետևությամբ, հասկանում ենք կամ փորձում ենք ինչ-որ մի ձև այդ ամեն ինչից օգտվենք։ Պետությունը իրականում տարանջատենք, ոնց որ այս պահին մենք ունենք իշխանություններ, իրանք են ինչ-որ մի բան անում, արդյոք իրանք են անում ինչ-որ այս պետության շահերից բխում, ես վստահ չեմ։ Ոնց որ պատերազմից հետո 20 թվականին մեր համար ռացիոնալ ռազմավարությունը իմ կարծիքով հետևյալը պետք է լիներ. հաջորդ պատերազմի գինը Ադրբեջանի համար հնարավորինս մեծացնել ու այդ պատերազմը հնարավորինս հետ գցել, այսինքն մենք պետք է ինչ-որ մի ձև գնայինք իրանց հետ բանակցեինք, որ պատերազմը նոր չլիներ, այդ ընթացքներ մենք օգտագործեինք, որ բանակ վերակառուցեինք, ինչ-որ սահմանին ենթակառուցվածքներ ստեղծեինք, որ հաջորդ պատերազմը մեկնարկելու գինը Ադրբեջանի համար բարձր լիներ։ Մեր իշխանությունները ոնց որ պատերազմը հետ գցելու ուղղությամբ աշխատում էին, բայց իրանք դա անում էին պատերազմի գինը իջեցնելու հաշվին։ Այսինքն իրանք անընդհատ ինչ-որ նորանոր զիջումներ էին անում, որ պատերազմի գինը իջեցնում էր, սպայն իրանք պատերազմը չեղարկում էին, բայց այդ հաջորդ մեծ պատերազմը Ալիևի համար ավելի էին հեշտացնում։ Օրինակ, երբ որ 2020 թվականին մենք այդ մեծ պարտությունը ունեցանք, եթե հիշում ես, այդ շրջանների մի մասը Ադրբեջանը չէր գրավել, նույնք էլ վաճառել Լաչինը ու իրան դրա հետո հանձնեցին։ Ու այդ ընթացքը մենք կարայինք այդ ժամանակը օգտագործեինք, մենք ավելի շատ ժամանակ ունեինք, մեր կողմից կոմունիկացիաները ավելի հարմար էին, որ այդ նոր սահմանին, որ ձևավորվելու էր, դրա վրա մենք ռազմավարական բարձունքները մենք զբաղեցնենք, տեղ ամրանանք, ճանապարհներ կառուցենք, բայց մենք այդ դրա փոխարեն, ասենք ներսում ինչ-որ քաղաքական հարցեր էր իշխանությունը լուծում, ու այդ պահին, քանի որ բանակում լուրջ մարդուժի խնդիր էլ կար, որ այդ նոր սահմանը պետք էր պահել, իրանք մոբիլիզացիա հավաքներ, այդպես բաներ չէին անում, որ մարդկանց մոտ դժգոհություններ չստեղծեն, իրանք դեռ պետք է հանդրությունների գնային, ու արդյունքում Ադրբեջանը, որ ավելի վատ կոմունիկացիաներ ուներ, ավելի անհարմար, ավելի ուշ հասավ այդ նոր սահմանին, որտեղ իրանք ավելի ուշ տվեցին այդ շրջանները, ինքը եկավ ի վերջո այդ ռազմավարական բարձունքները գրավեց։ Ու եթե հիշես 21 թվականի ամբողջ ընթացքում սահմանին բախումներ էին, որ կրակելու հրաման չկար, ինչ որ մեկ ձեռնամարտ դիվիզիոներ էինք տենում, հա, այդ հնարից էր, որ Ադրբեջանի զինվորականները եկան զորբությամբ ու ճնշում գործադրելով այն ռազմավարական բարձունքների վրա, որ կարևոր էին այդ նոր սահմանը պահելու համար, իրանք կանգնեցին։ Ու մինչև 2023 թվականը իրանք այդ սահմանին անդադ ամրացել են, ճանապարհներ են շատ լավ ստեղծել, որ այդ դժվար անցանելի, ասենք, բարձունքներին հասնեն, այդտեղ ինչ-որ լավ դիրքեր են կառուցել, այն բարձունքները, որ մենք գրավել էինք, անդադ իրանք եկել գրավել են, օրինակ 21 թվականի աշնանն ինչ-որ սրացումներ եղավ, դիրքեր գրավեցին, 22 թվականի աշնանն հիշում ես, այդ ջերմուկի պատերազմ կոչված է, ոնց որ շատերը չեն խոսում շատերը թե ինչ ա եղել դա, բայց օրինակ այդ մարտերի ընթացքում Ադրբեջանը եկել է իշխանասար լեռան գագաթին կանգնել։ Իշխանասար լեռը որ պատկերացնեն մեր լսողները Գորիսի այդ լեռան գագաթից եւ Գորիսն է երևում եւ Սիսիանն է երևում եւ այդ Սյունիքի հյուսիսահարավ հետ կապող ճանապարհն են վերահսկում։ Ադրբեջանը տենց գործողությունների ընթացքում ինքը եկել է անենց դիրքեր ազբաղեցրել, որ հաջորդ պատերազմում իր համար օրինակ Սյունիքը կտրելը շատ հեշտ լինելու։ Ու այդ հարցում իրանց Թուրքիան հոգնում։ Թուրքիան մենք չգիտենք ինչ, մենք գիտենք, որ իրանց բանակի մոդեռնիզացիայի հարցում Թուրքիայից իրանք գործոն աջակցություն ունեն, ընդդեմ անդադ խորհրդականներ կան։ Իրանց մոտից անդադ գնում են Թուրքիա սովորում են։ Իրանց այդ սպայական կազմի մեծ մասը այնտեղ վերապատրաստվել է, բայց թե այդ գործողությունները պլանավորման մեջ իրանք ինչքան են մասնակցում, մենք չենք կարող ասենք։ Իսկ մոդեռնիզացնել, որ ասում եք, ինչ ենք հասկանում։ Կառուցվածքային մոդելը փոխել, այդ որ ասացի Ադրբեջանի բանակի մոդելը փորձում են Թուրքիայի բանակի մոդելին համաձայնեցնել, բովանդակային առումով թե դա ինչ է նշանակում, ոնց որ բոլոր մանրամասները ես չեմ տիրապետում, բայց օրինակ նույն այդ օրինակը բերեցի այդ այն մոտորաձգային բրիգադները, որ իրանք ունեին, որ այս նոր ֆրոնտի կոնֆիգուրացիայի պայմաններում արդեն իրանց պետք չէր, դրանց փոխարեն իրանք Թուրքիայի օգնությամբ սկսեցին այդ կոմանդո բրիգադներ ստեղծեն, որ լեռնահարաձգային ոնց որ թեթև զինված, բայց լեռնային պայմաններում գործելու համար ավելի հարմար ստորաբաժանումներ էին։ Հասկացա։ Իսկ Իսրայելի հետ հարաբերությունները ոնց Ադրբեջանի ու իրանք ոնց են աջակցել վերջի պատերազմին կամ իրանց բանակը զինելու։ Զինելու տնտեսական կապեր կա, թե չէ, էլի, որտեղից է գալի էլի այդ հարաբերությունը իրանց։ Հարաբերությունները ինձ թվում է Իսրայելի կողմից այդ ոնց որ խիստ ռացիոնալ հաշվարկ կա, այսինքն Ադրբեջանը փող ուներ, իրանք պատրաստ էին զենք ծախել ու ոնց որ Իսրայելային երկրներից է, որ փողի դիմաց պատրաստ է տեխնոլոգիական զենք ծախի, իսկ տեխնոլոգիական զենքը միշտ չի, որ մենակ փողով դու կարաս առնես։ Ու ոնց որ Ադրբեջանի բանակում այդ տեխնոլոգիական զենքը մեծամասամբ հենց Իսրայելից էր։ Օրինակ այդ 20 թվականի դրոնները։ Ոչ միայն դրոնները, այլ նաև օրինակ
հակատանկային միջոցներ կար, օրինակ 20 թվականի պատերազմում այդ բայրակթարները մեծ աղմուկ հանեցին, ոնց էին որ օդից մեր տանկերը խոցում, բայց իրականում այդ միշտ չէր որ հենց բայրակթարներից էր խոցում, օրինակ այդ սուտ նկարահանումներն էին բայրակթարից, այդ խոցումների զգալի մասը հենց օրինակ իսրայելական սփայ հակատանկային միջոցներից էին արվում, կամ այդ նույն անօթաչիների էական մասը Իսրայելից մատակարարած էր։ Նաև միգուցե իրանք ինչ-որ մի ձև հենց մասնակցել են այդ ԱԹՍ-ները օգտագործելուց, հենց 20 թվականի ընթացքում պատերազմից վկայություններ չկա, բայց դարից առաջ 2018 թվականին կամ 17 точно չեմ հիշի այդ ճիշտ թիվը, բայց ոնց որ իսրայելական մամուլում վկայություններ կային, որ Իսրայելից մասնագետներ այդ որ մասնակցել են ոնց որ Ղարաբաղում ինչ որ թիրախներ խոցելուն։ Այդ էլ ոնց էր իմացվել, ըստ ամենայնի իրանց մեջ ինչ որ հարցեր կար, մի հատ գործարանը պետք էր մի սեփականատիրուչից վերցնել ուրիշի ստար, դրա մեդիա ապահովումը անելու համար ինչ որ սլիվներ էր եղել, այդ սլիվներից էր պատվել, որ իսրայելական այդ ինստրուկտորները մասնակցել են ինչ որ Ղարաբաղում հարվածներ իրականացնելուն։ Ու եթե այդ եղել է, ինձ չի թվում, որ օրինակ 2020 թվականից իրանք մասնակցություն ունեցած չլինեն, բայց ինձ փաստական մենք ոչ մի բան չենք կարող ներկայացնենք։ Ու դրա դիմաց ոնց որ Իսրայելը այդ զենքի դիմաց փող է ստանում, բացի այդ ոնց որ եթե նայում ես Իսրայելը նավթ ներմուծում է ոնց որ իր ընդհանուր նավթի ներմուծման մեջ այդպես մեծամասնություն չի, բայց էական կտոր է որ հենց ադրբեջանական նավթ է ներմուծում։ Բացի այդ ոնց որ այս վերջերս նաև ադրբեջանական այդ սոկարը, օրինակ Միջերկրական ծովում Իսրայելի գազի հանքերից մեկում ոնց որ մասնակցություն է ձեռք բերել ինչ որ հետախուզում անում։ Այսինքն այդ խիստ ոնց որ հաշվարկված քաղաքական կապերի վերջերս շուտ տնտեսական կապերի են վերածվել։ Ու երբ որ խոսում էի, որ մեր իշխանությունները մեծ հաշվով պատերազմը հետաձգում են, բայց իրանք դառնում են պատերազմի գին իջացնելու հաշվին, մեկը այդ սահմանը ամրացնելու հարցն էր։ Ի վերջո 21 թվականի դրությամբ մեր նոր ձևավորված ռազմաճակատի գծի երկայնքով մենք նորմալ կոմունիկացիաներ չունեինք։ Նոր 22 թվականին սկսեցին ստեղծել։ Այդ 22 թվականի ջերմուկի պատերազմից հետո նաև դա պայմանավորված էր նրանով, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան փողը մտավ։ Այդ պատերազմից մենք ինչ որ դրական ոնց որ փող բռնեցինք, սենց ասենք, որ նաև սկսեց այդ ուղղությամբ ծախսվել, բայց նույն 2021 թվականին, երբ որ Ռուսաստանը դեռ Ուկրաինա չէր մտել, ոնց որ հնարավոր է Ռուսաստանի պահեստներից ինչ որ Ռուսաստանը մինչև ռուս-ուկրաինական պատերազմում հյուսման պատերազմի մեջ մտնելը, ոնց որ դեռ սովետից տարբեր զինատեսակների մեծ պահեստներ ուներ, ու հնարավոր է Ռուսաստանի որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում այդ զենքը բերել մեր բանակի կորուստները համալրել, բայց այն ժամանակ մեր իշխանությունները դրանով չէին զբաղված։ Ու ի վերջո նույն Ղարաբաղը հանձնել էր, որ մեր իշխանությունները հենց գնացին Ղարաբաղը գիտակցված հանձնելու ճանապարհով, ի վերջո պատերազմի գինը Ադրբեջանի համար էականորեն իջացրեց, որտեղ դրա արդյունքում, որ պատկերացնես, Ադրբեջանական բանակում կար 5 բանակային կորպուս, մեկը ի վերջո իրանք բանակի էին վերածել, որ Նախիջևանում էր, մյուս 4-ից մեկը Բաքվում էր, մյուս 3-ը Հայաստանի Ղարաբաղի սահմանին էին։ Մեկը այդ Տավուշից մինչև Քելբաջար սահմաններ պահում, մյուս 2-ը Ղարաբաղի դիմաց էին, այդ Թալիշից Արաքսիցը 2 կորպուս էր կանգնած։ Բանից հետո ինչ անունը 2020 թվականի պատերազմից հետո այդ 2 կորպուսը, որ Ղարաբաղի դեմ էր կանգնած, շարունակեց այդտեղ մնալ։ Ուրիշ զորամասեր բերեցին, Հայաստանի հետ ձևավորված նոր սահմանին դրեցին, այսինքն Ղարաբաղը այդքան ջախջախված, բայց մեկը ինքը ադրբեջանական բանակի 2 կորպուս իր վրա քաշում էր։ Ու եթե 23 թվականի պատերազմից հետո արդեն իրանք եւս 2 կորպուս ստացան, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններում կարան օգտագործեն, եթե մինչև պատերազմը, մինչև Ղարաբաղը հասնել 2 կորպուս էր Հայաստանի դիմաց կանգնած, հիմա արդեն 4-ն է։ Այսինքն գնալով Ադրբեջանի համար այդ հաջորդ մեծ պատերազմի գինը իջել է, ճիշտ է, պատերազմը հետաձգվել է, բայց մենք այդ պատերազմին ինձ չի թվում, որ մենք ենք պատրաստվել, որ կարողանանք դիմանանք։ Ու ըստ քո թեզի, հենց Ադրբեջանում իրոք սկսեց տնտեսական խնդիրները, իրանք ամենայն հավանականությամբ կհարձակվեն։ Իրանք էսկալացիայի են դիմելու, ես դա sense եմ ձևակերպում, որ եթե պատերազմի օբյեկտիվ անհրաժեշտությունը կա, դրա ոնց որ պահը գտնելը կապ չունի ով աստեղ իշխանություն ելնելը։ Ընդհանրապես ու չենք ձև չունենք պայմանավորվել ինչ-որ մի ձև։ Դե իրանց դու ինչ կարաս իրանց առաջարկես, որ իրանց հարցերը լուծի։ Ես խնդիրը ձևակերպեցի, խնդիրը այն է, որ իրանք տնտեսական մոդելը փլուզվելու է, իրանք չեն կարող բնակչությունը կուշտ պահեն։ Մենք ինչ անենք պատերազմ ունենալու ու միակ տարբերակը, որ մենք դրան պատրաստվենք։ Հա, ես sense եմ ձևակերպում, որ հաճախ ոնց որ մինչև 20 թվականից հետո էլ մեզ ինչ որ շրջանակներ կային, որ ոնց որ կերցնում էին, որ դե մենք
Ադրբեջանի ինչ-որ շրջաններ ենք օկուպացրել, դրա համար է Ադրբեջանը մեր հանդեպ ագրեսիվ է, երբ որ մենք Ադրբեջանին այդ ամեն ինչը տանք, ինքը պատճառ չի ունենա մեր հանդեպ ագրեսիվ ունենալու։ Բայց իմ թեզերից մեկը այն է, որ Ադրբեջանի այդ Հայաստանի դեմ ագրեսիան ոչ այնքան կամ ոչ միայն պայմանավորված է նրանով, որ ինչ-որ Ղարաբաղում կոնֆլիկտ կա, այլ Ադրբեջանի իշխանություններին դա պետք է։ Իրանք իրանց ներքին խնդիրներ ունեն, որոնք լուծելու համար իրանց պետք է որ արտաքին թշնամի ունենան, այդ արտաքին թշնամու կերպարակուլտիվացնեն ու այդ ճգնաժամային պայմաններին այդ ներքում կուտակված այդ դժգոհությունները դուրս ուղղեն։ Հիմա ոնց որ ու այս վերջի մի քանի տարվա, չգիտեմ, հանգիստ վիճակը սահմանին, որ ոչ մի զոհ չենք ունեցել, կապում ես նրա հետ, որ Ադրբեջանի վիճակը հանգիստ է։ դե ոչ մի այդ հանգիստ ես չէի ասի, որտեղ 2020 թվականից հետո մինչև 2023 թվականին реալ մենք ամեն տարի սահմանեցել ենք ռազմական գործողություններ։ Թե 23-ից հետո։ Հա, 23-ից հետո ինքը այդ իրանք այդ պահին այդ հարցը լուծեցին, դրանից հետո իրանք նոր զիջումներ արվել են այդ սահմանին սահմանազատման տեսքով, նենց էլ այդ Ղարաբաղի այն ցեղասպանությունը, որ իրանք Ղարաբաղում իրականացրեցին, փաստացի մեր իշխանությունը դա սրբագրեց, այսինքն իրանք զիջումներ արվել են։ Ու այս ընթացքում իրանք ոնց որ իրանք մեկա շարունակել են պատերազմին պատրաստվել, իմ կարծիքով ոնց որ այդ ընդամենը ոնց որ զատիշի перед бурь այդ ջրը բան ոնց են հայերեն ասում փոթորկից առաջ ինչ որ հանգիստ վիճակ է, որ ինչ որ մի պահի փոխվելու է։ Ու ոնց որ այդ թեզը զարգացնելով ես կարամ ես ասեմ, որ ոնց որ նաև վատը այնա, որ մեր հասարակության մեջ այդ գիտակցումը չկա, որ մենք հատակին ենք հասել։ Օրինակ նույն 2020 պատերազմը Ինչ առումով հատակին, որս տնտեսական, չէ, որ մենք էլ ելք չկա, ոնց որ պետքա պայքարենք 2020 թվականի պատերազմից հետո, ոնց որ մեր հասարակությունը բավականին հեշտ համակերպվեց այդ մտքի հետ, որ մենք պարտվել ենք ու ոնց որ ներսում այնց իշխանություն չձևավորվեց, որ մարդկանց առաջարկեր, որ պետքա գնանք, պայքարենք մեր այդ թեզը հենց քննարկվում է, պատասխանն է, որ նոր պատերազմ եք ուզում։ Դե այդ նոր պատերազմ ենք ուզում, իմ թեզը այնա, որ նոր պատերազմ այսպես թե այնպես լինելու է, որտեղ դա մեզանից կախված չի։ Հիմա հարցը այնա մենք այդ պատերազմին պատրաստված ենք դիմավորելու թե չէ։ Իսկ այն Բայց մյուս կողմից է հարցումները, որ նայում ես անվտանգությունը մեր ամենաառաջի խնդիրն է մարդիկ, որ նշում են։ Համաձայն եմ, այդ սոցհարցումներում այդ միշտ առաջի տեղում է, բայց այնց էլիտա չկա, որ դա ինչ որ մի ձևակերպի։ Մեծ հաշվով 2020 թվականից հետո մեր այն ընդդիմությունը, որ կար ու կա, ինքը չի կարեցել մեր հասարակությանը ինչ որ այլ ընտրանք առաջարկի։ Իրանք անդադ կրկնել են, որ այս իշխանությունները դավաճաններ են, իրանք պատերազմը պարտվեցին եւ այլն, ինչի հետ ես համաձայն եմ, բայց իրանք դրա այլ ընտրանքը չկարեցան ձևակերպեն։ Ինչ ենք մենք մեր հասարակությանը առաջարկում։ Իմ կարծիքով այդ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկը էր, որ 2018 թվականից հետո Հայաստանում դեինստիտուցիոնալիզացիա տեղի ունեցավ, ինչ որ համակարգեր կային, որ լավից վատից աշխատում էին, հետո եկավ պոպուլիստ իշխանություն, այդ ցանկացած պոպուլիստի համար ինստիտուտները խնդիր են, որովհետև պոպուլիզմը նրա մասին է, որ ամբողջ իշխանությունը մի մարդու վրա պետք է կենտրոնացված լինի, իսկ ինստիտուտները, որ դրա դեմ են, իրան հակակշիռներ են, իրան պետք չեն, դրա համար ինքը սկսեց այդ ինստիտուտները աստիճանաբար ապամոնտաժի, բանակում այն կադրային չեխարդան, որ կար, որ կադրային հավանան, անդադ գեներալներ էին փոխվում, Նիկոլա անդադ ինչ որ որոշումների կայացման մեջ էր մասնակցում, ցանկացած ինստիտուտ ինքը ի վերջո այս երկրում որ քիչ թե շատ անկախ կար, կլիներ այդ Ղարաբաղը որպես այլընտրանքային ինչ որ ուժ, կլիներ բանակը, որ մեր որոշակի կշիռներ, ինքը այդ բոլորը թուլացրեց ու այդ ամեն ինչի վերջը եղավ մեր պատերազմը, կապիտուլյացիան ու դրան հաջորդած իրադարձությունները։ Բանակում ծառայել ես։ Չէ, ճիշտն ասած։ Ու ես ծառայել եմ։ Ու ես չգիտեմ։ Այդ թեզը հնչում է, որ տիպը մեր բանակում շատ խնդիրներ կար։ Ես չեմ ծառայել, բայց մեր բանակում ինչ էր կատարվում, այնպես բավականին լավ տեղյակ եմ, որտեղ ես անվտանգային թեմաներով հետաքրքրված եղել եմ։ Ու ոնց որ ես գտնում եմ, որ այն բոլոր խնդիրներով մեր բանակը ուներ, ինքը ոնց որ այնքան կար, որ եթե պատերազմից առաջ ճիշտ որոշումներ կայացվեին, ոնց որ մենք կարայինք պատերազմի ելքը չունենայինք, որի վերջը ունեցանք։ Օրինակ, չգիտեմ, օրինակ դու գիտես, որ պաշտպանության բանակի հրետանու 40%-ը, հողմիջոցների 50%-ը Ադրբեջանի առաջի հարվածից ոչնչացվել է։ Այդ նրա պատճառով ա եղել, որ պաշտպանության բանակը սեպտեմբերի 27-ի դրությամբ բացազատված չի եղել։ Այն դեպքում, որ մեր մնացած կորպուսները բացազատված եղել են։ Ու օրինակ պաշտպանության բանակի հրամանատարը իր սենյակում է պատերազմը դիմավորել, այն դեպքում, որ ինքը պետք է հրամանատարական կետում լիներ։ Այդ ամեն ինչը խոսում է նրա մասին, որ չգիտեմ, օրինակ գլխավոր շտաբի կողմից այդ
գիտակցում եղել է, որ պատերազմը սկսելու, բայց ըստ ամենայնի այդ հրամանատարական բուրգի մեջ ինչ-որ միջամտություններ են եղել, որ տիպը չգիտեմ, զորքը չբացատրեք, Ադրբեջանին չսադրենք, դրա պատճառով մենակ ադրբեջանցիների առաջի հարվածի արդյունքում մեր գարաժներում մեր հերետանուկեսը խոցվել է։ Տենց շատ որոշումներ կան, կամ առաջի կորպուսը, որ մեր լսողներին բարձ լինի, ոնց որ այդ Ջաբրայելի հատվածում ճեղքում որ եղավ, դա կախված էր Ջաբրայելի գունդը։ Մենք բացի դրանից Սյունիքի մարզում կար առաջի բանակային կորպուսը, որը ամբողջ իմաստն եղավ, այն ա եղել, որ պատերազմի ժամանակ ինքը պետք է գնար Ջաբրայելի հատվածում դիրքեր զբաղեցներ։ Ոնց որ 2018 թվականից երբ որ իշխանությունը փոխվեց, այդ առաջի կորպուսում կրճատումներ տեղի ունեցան, ու դե երկու մոտորաձգային գունդ կար, որը ուղղակի ոնց որ լուծարվեցին։ Ու եթե պատերազմի ընթացքում, չգիտեմ, Ջաբրայելի հատվածում պետք է լիներ 3 գունդ, ի վերջո եղավ մի գունդ։ Տենց որոշումներ են կայացվել, որ ի վերջո բերել են պատերազմի ելքին, որ եղավ։ Ու ոնց որ ես գտնում եմ, որ ոնց որ մեր խնդիրները, ոնց որ պատերազմի պարտությունը սկսել են 2018 թվականից, իսկ այդ 2018-ն էլ ոնց որ այն ինչ որ տեղի ունեցավ, ես օբյեկտիվ եմ համարում, որովհետև մեծ հաշվով 94 թվականից հետո մենք պատերազմից դուրս չենք եկել, մենք ոնց որ ինչ որ պաշարված վիճակում ենք եղել, բայց այդքանով հանդերձ ոնց որ մեր այն տնտեսական մոդելը, որ Հայաստանում կառուցվել է, այդ պատերազմող պետությանը հեչ հարմարված չի եղել։ Ինչ որ լիբերալ կապիտալիստական մոդելը Հայաստանում ոնց որ գործարկվել, որ ոնց որ երկրի փաստացի մարտահրավերներին չէր համապատասխանում, ոնց օրինակ չի կարա պաշարված ամրոցում ոնց որ պարետը կուշտ ուտի, սնվի, պարետի երեխեքներ ամրոցի պաշտպանությանը չմասնակցեն, բայց օրինակ պարետի վրա կանգնած զինվորները ոնց որ սոված լինեն։ Ոնց որ Հայաստանը, որ պատկերացնեք, դաժե այս պահին ոնց որ իր համախառն ներքին արդյունքի 20-25%-ն է վերաբաշխում, ոնց որ ես ասացի։ Այն դեպքում, որ օրինակ նույն Ադրբեջանը 35-ից 45%-ն է վերաբաշխի, այսինքն Ադրբեջանը ավելի շատ ռեսուրսներ ունենալով, նաև այդ ռեսուրսների ավելի մեծ մասն ուղղի իր պետական խնդիրների իրականացմանը։ Իսկ այդ Հայաստանում հաստատված այդ խիստ լիբերալ կապիտալիզմի արդյունքում, բայց խիստ լիբերալ դրանով, անկան է լիբերալ չէ տանը։ Մի քանի ընտանիքների մեջ բաժանված էր, լիբերալ ես իրանց երեխեքներին չէին ծառայում ու կուշտային։ Ես լիբերալ քան է լիբերալ չէ՞ լի։ Ես լիբերալ չեմ համարում, տիպը ոնց ասեմ, այդ ինչ ծայրամասային կապիտալիզմ անվանենք, ասենց, այսինքն այդ աշխարհամակարգի ծայրամասում գտնվող երկրներում այնք շատ տարածված եղել, ու այդ կապիտալիզմին այլընտրանքը ես պլանային տնտեսությունը չեմ առաջարկում, այդ այլ այդ սոցիալ-տնտեսական մոդելը, որ Եվրոպայում կիրառված է եղել, որ պատկերացնենք Եվրոպայում ոնց որ տնտեսությունները միջինում իրանց ներքին արդյունքի 30-ից 40%-ն են վերաբաշխում, ու դրա համար եթե օրինակ համատեք Եվրոպայում տնտեսական մոդելները ու Ամերիկայում, երկու տեղում էլ կապիտալիզմ կա, բայց միտեղ խիստ լիբերալ է այդ Ամերիկան, որ իր համախառն ներքին արդյունքի մոտավորապես 25%-ն է վերաբաշխում։ Ու կան եվրոպական երկրները, որ 30-40 ու դաժե նորդական երկրներ կա, որ 50% են վերաբաշխում։ Այդ տարբերությունը ոնց որ պատմական, ոնց որ որոշակի պատճառներ ունի։ Երբ որ 1917 թվականին Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, ոնց որ հեղափոխական իշխանություն եկավ, որ այն ժամանակվա էլիտային կուլակաթափարեց, սպանեց, արտաքսեց երկրից, եվրոպական երկրներում ոնց որ կար գիտակցում, որ լավ, որ սենց շարունակվի, նույնը մեր հետ է լինելու, ու այդ ամեն ինչը շարունակվեց մինչև երկրորդ համաշխարհային պատերազմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ կոմունիզմի վտանգը Եվրոպայի վրա կախված էր, եվրոպական էլիտաները ոնց որ գիտակցված գնացին երկրում իրանց երկրներում անհավասարության կրճատման ու սոցիալական պետությունների կառուցման ճանապարհով։ Այդ իմաստը նրա մեջ էր կայանում, որ իրանք հասկանում էին, որ եթե մենք սենց շարունակենք, մենք էլ կարող այն ճակատագրին արժանանք, որ ռուսական կայսրական էլիտաները ունեցան, ու սկսեցին ավելի շատ ռեսուրսներ վերաբաշխեն, անհավասարությունը կրճատեն, սոցիալական ծրագրեր իրականացնեն, ավելի հասանելի կրթություն, ավելի հասանելի առողջապահություն, ու երկրում ավելի էգալիտար միջավայր էին ստեղծում։ Այդ ամեն ինչի իմաստը այն էր, որ սեփական բնակչությունը կոմունիզմի գաղափարներով տարված չլինի, մարդիկ պետության տեր լինեն, մարդիկ պետության մասնակից լինեն, օրինակ, չգիտեմ, բոլորը ունենան ինչ-որ տուն, ու եթե իրանք տուն ունեն, հավանականությունը քիչ է, որ իրանք կոմունիզմի գաղափարներով կտարվեն, որովհետև կոմունիզմը այդ սեփականության գաղափարի դեմ էր։ Ու Հայաստանում այդ գիտակցումը չկար, ոնց որ Հայաստանում կար խիստ անհավասարություն ու անարդարություն, այդ տնտեսական բարիքները
ժողովրդի մեջ ոնց որ մարդկանց սովորական մարդկանց այդքան էլ հասանելի չէին, մանավանդ այդ առաջի տասնամյակներին մեր պետության գոյության, օրինակ չգիտեմ, բանակում ծառայում էին աղքատների երեխաները, բայց աղքատների երեխաները երբ որ բանակից գալիս էին, իրանք մեծ հաշվով ոչ կրթության հնարավորություն ունեին, ոչ աշխատանքի հնարավորություն ունեին, ու իրանք համար ոնց որ մանավանդ մարզերում այդ սոցիալական լիֆտը գնալ խոպանն էր։ Ու երբ որ այդ Ռուսաստան հիմնականում այո, ու այդ սոցիալ-տնտեսական մոդելի պայմաններում ոնց որ պարզ էր, երբ որ մարդիկ իրենց այս պետությանը դեր չեն համարում, ինչ որ մի հատ պահ է գալու, որ իրանք անտարբեր են լինելու այդ պետության ճակատագրին։ Ու ոնց որ ես նաև դրանով եմ պայմանավորվում, որ ոնց որ մարդիկ ինչ որ առումով երբ որ 2021 թվականին Նիկոլը նորից ընտրություններում հաղթեց, իմ կարծիքով այդ նաև բնավության մի զգալի հատված, որ մեծ հաշվով այդ տնտեսական բարիքներին հասանելիություն չէր ունեցել, նախկին էլիտաներից վրեժ էին լուծում, որ կոպիտ ասած, եթե ձեր առաջարկած պետությունը էր, այնք այլ լավ պետություն չունենանք։ Ու մեր ընդդիմությունը բայց մարդկանց դրա համար մեղադրել այդքան ես չեմ մեղադրում, ես ընդհանրապես արձանագրում եմ, որ չէ, շատերն են մեղադրում, ասում են, տեսեք դուք ինչ արեցիք, բայց դուք ինչ արեցիք, որ մարդկանց հետ աշճան եք հասցրել։ Ու 2020 թվականից հետո մեր նախկին էլիտաները ոնց որ չփորձեցին ինչ որ նոր բան առաջարկեն։ Իրանք ընդհանրապես ասացին, դե ինչ կար լավ էր, դուք սխալվեցիք 2018-ին դուք եկաք փողոց փակեցիք, իշխանությունը մեր ձեռից վեկալաք, ոնց որ ու այդ մեսեջը ոնց որ մարդկանց մեծ մասը չընկալեց։ Ու ընդդիմությունը այն էլիտաները, որ Հայաստանում կան ընդդիմությունում, իրանք չնկարեցին ինչ որ նոր այլ դրանք առաջարկեն։ Դե հարմար է, էլի տենց։ Միգուցե։ Ու ոնց որ լուծում է այս ամեն ինչի, ոնց որ ես համարում եմ, որ Հայաստանում էլիտաների ճգնաժամ կա, ոնց որ չկա էլիտաների ինձ խումբ, որ կարա ինչ որ այլ դրանք ձևավորի, ու այդ մարդկանց էլիտա ասելով։ Ոնց որ ես համարում եմ, որ ռեսուրսները հավասարաչափ չեն բաշխված, ու այդ ռեսուրս ասելով մենակ տնտեսականը չի, դա կարա մարդկանց սոցիալական կապիտալը լինի, օրինակ դու էլիտա ես, ոչ թե նրա համար, որ տիպը ինչ որ ուրիշներից լավն ես, այլ միջին սովորական քաղաքացուց դու ավելի շատ հեղինակություն ունես, ավելի շատ ազդեցություն ունես, կոմեդիան ունես, որի միջոցով դու հասարակական տրամադրությունների վրա կարող ես, դու արդեն էլիտա ես։ Ու այն մարդիկ, որ այդ սահմանափակ ռեսուրսներում իրանց ոնց որ քանակին անհամաչափ ավելի շատ ռեսուրս ունեն, իրանք էլիտա են։ Այդ սահմանումը մի քիչ լղոզված է, որովհետև այդ օրինակ ինչքան եկամուտ պետք է ունենաս, որ դու էլիտա լինես, կամ հեղինակությունդ պետք է ինչքան լինի, որ դու էլիտա լինես, ինքը ոնց որ տենց հստակ չի, բայց ոնց որ ակնհայտ չէ, որ մարդկանց ինչ որ փոքրամասնություն կա, որ ինքը ավելի շատ ունի։ Ու իմ համար էլիտաները այդ մարդիկ են, ու իմ կարծիքով ոնց որ Հայաստանում այս պահին չկա էլիտաների ինձ խումբ, որ ինքը կարենա այդ այլընտրանքը ձևակերպի, որ ինչ Նիկոլի ասած է, Նիկոլի ուր ատանում է իշխանությունները Հայաստանի, ոնց որ դանդաղ կործանման ճանապարհով։ Այդ դանդաղ կործանման ճանապարհին այլընտրանքը պետքա պայքարի ճանապարհ լինի, որ պետքա մարդկանց ներկայացնեն, որ այս ճանապարհը ճիշտ է, բայց կործանման ատանում, բայց մենք գալիս ենք այս ինչ բաները անենք, չգիտեմ, սոցիալական պետություն ենք կառուցելու, ավելի շատ ռեսուրսներ ենք մոբիլիզացրելու, ուղղելու ենք անվտանգությանը, բայց ես դրա օրինակ սոցիալական լիֆտեր ենք առաջարկելու, ավելի էգալիտար հասարակություն ենք ունենալու եւ այլ, կամ ինչ որ այլընտրանք, այդ այլընտրանք առաջարկող ոնց որ այս պահին չկա։ Ու իմ կարծիքով ոնց որ այդ այնքան շարունակվելու է, չկա որտեվ գաղափարական մակարդակով դեռ այդ ամենը չի ձևավորվել, հա։ Չկա, որտեվ իմ կարծիքով ոնց ասեմ, երևի այդ որ ասեցի հատակին չեն հասել, ոնց որ էգզիստենցիալ վտանգներ իրենց համելիտաները չեն զգում։ Այսինքն այս պահին Երևանում մարդիկ նենց են ապրում, ոնց որ իրենց ոնց որ ամեն ինչ նորմալ է, մեծ հաշվով։ Բայց այդ էլիտաների մեծ մասը մատ լավ ընկեր ունեմ շատ այդ թեմայով էս վերջերս այդ խոսում ենք, մատ բան ասած, գաղափար ասած, որ իմ որ տենց մտավ մեջս անդադ մտածում է դրա մասին, ասում եմ մեր մոտ այդ էլիտա բառը օգտագործենք մի քիչ ուժ ձևակերպում, բայց որ կոնտեքստի մեջ լինի, ասում եմ մեր մոտ շատ քիչ մարդ կա էլիտաներից, ովքեր all-in են Հայաստանում։ Այսինքն իրանց սաղ քաղաքարտերը Հայաստանում։ Օրինակ ես Ամերիկա շուշուտ եմ գնում, դեռ սովորել եմ, տարբեր շերտերի շփվել եմ, հարուստ ամերիկացու մտքով անգամ չի անցնում, որ իր երեխան պետք է ուրիշ երկրի անձնագիր ունենա կամ այդ երկրից ինքը կարա արտագաղթի։ Ու նաև շատ եվրոպական երկրներում է նույն վիճակն է։ Ռուսաստանն էլ է մեր նման։ Օրինակ ռուսական էլիտաների շատ երեխեք անգամ այսօր Եվրոպայում են։ Ու տենց բան նաև Իրանում կա։ Իրանում է, Ադրբեջանում է նույն վիճակն է, շատ ընտանիքներ, ովքեր ամենաշատ ռեսուրսներն են ստացել այդ երկրներից,
իրանց պաշտպանում են, իրանց կապիտալը դուրս հանելով, իսկ իրանց երեխեքի համարը ստեղծելով, չգիտեմ, անգլիական կամ ամերիկյան անձնագրեր։ Համաձայն եմ, այդ քու ձևակերպած խնդիրը այդ էլիտաների skin in the game ունենալն է, Հա։ որ իրանք իրաց կաշով Աշին այս ամեն խաղում ինչի եք մեջ չի, հա։ լինեն ու կոպիտ ասած պատերազմի ժամանակ իրանք ամեն ինչով մասնակցեն օրինակ հենց նույն գետնի վրա էլ։ Մեր մոտ դա չի եղել ու չկա։ Ու մի հատ ուրիշ խնդիր էլ կա, որ այդ էլիտաները, այն մարդիկ, ովքեր ոնց որ ունեն ռեսուրս, իրանք նաև ավելի քիչ են հակված ռիսկերի դիմել։ Օրինակ, չգիտեմ, այն մարդը, որ օրինակ այսօր Հայաստանում կայացած է, ինքը ըստ ամենայնի ապահովված մարդ է, որովհետև Հայաստանում հնարավոր է բարեկեցիկ կյանքով ապրել, եթե դու արտադրողական մարդ ես։ Բայց եթե օրինակ ինքը որոշի քաղաքականության մեջ մտնի, մեր իշխանությունները գործող ամեն ինչով այս պահին ոնց որ քաղաքականությանով զբաղվելու գինը անդադ բարձրացրել են։ Կարող է մարդկանց չեն բռնում դատում, բայց դատումի նկատի ունեմ երկար տարիներ բանտում պահում, բայց անդադ բռնում են։ Դե իմ ասած այնա, որ դա շատացել է ու պլյուս ոնց որ քաղաքականությանով զբաղվելու գինը Հայաստանում աճել է։ Եթե մարդ մտնում է Հայաստանում քաղաքականության մեջ, ինքը պետք է պատրաստ լինի, որ իրան կարող մի քանի ամսով կալանավորեն, իրան պետք է անդադ քաշքշուկի մեջ պահեն, դատարաններով տանեն եւ այլն։ Ու այն մարդուն, որ արդեն ինքը բարեկեցիկ կյանք ունի, ոնց որ դժվար է գնալ այդ որոշմանը, որ տիպը պետք է ես ինչ-որ զրկանքների միջով անցնեմ, որ որոշակի քաղաքական կշիռ հավաքեմ։ Ու այդ ոնց որ իմ կարծիքով լուրջ խնդիր է, որ այն մարդիկ, ովքեր ունեն ռեսուրս, Հայաստանում ավելի քիչ են հակված ռիսկերի դիմելուն, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն ռեսուրս, նաև ավելի կոմպետենտ են, արդյունքում ոնց որ քաղաքականությամբ զբաղվում են այն մարդիկ, ովքեր այդքան էլ կոմպետենտ չեն, բայց հակված են ռիսկերի գնալու։ Իսկ ոնց որ այն մարտահրավերները, որ այն մարդկանց, այն նոր էլիտայի հանդեպ որ կուզենա հավակնություն ներկայացնի, որ Հայաստանում իշխանության վերցնի, շատ մեծ է, որովհետև երբ որ ասեցի ոնց որ Ալիևը պատերազմի է պատրաստում, հենց Հայաստանում իշխանություն փոխվեց, Ալիևը դա դիտարկելու է որպես Հայաստանի լոկալ մինիմումի կետ, այսինքն ինքը հասկանալով, որ օրինակ նոր իշխանության եկավ, կուրս է փոխվելու, իրան անդադար նոր զիջումներ չեն անելու, որ փորձելու են իրան դիմադրեն, այդ պայից ինքը մտածել է, որ սրանից հետո Հայաստանի հետ գնալով ավելի պատերազմի գինը բարձրանալու է, ինքը փորձելու է այդ պահին հարցը լուծի։ Այսինքն Փաշինյանի ասածը ճիշտ է, հա, որ եթե ինքը չեղնի պատերազմ անել։ Դե ճիշտ է, բայց ինքը մոռանում անշի, որ տիպը ինքն է դա այդ իրավիճակը ստեղծել։ Այսինքն ինքը ամեն ինչ արել է նրա համար, որ ոնց որ քանի ես կամ քանի ես եմ իշխանությունը, ոնց որ պատերազմ չի լինի, բայց ինքը մոռանում է ասի, որ այս պահին չի լինի, հետո դա երաշխավորված լինելու է, ու ոնց որ մեծ հաշվով մեր հանդեպ ընտրությունը հետևյալն է, ոնց որ այս պահին մենք գնանք դանդաղ կործանման ճանապարհով, թե ինչ որ փորձ անենք դիմադրելու, որը երաշխավորված արդյունք չունի, բայց դա նշանակում է ոնց որ նոր պատերազմ կամ, չգիտեմ, նոր մարտեր եւ այլն։ Այսինքն դիմադրելու կա 100%-անոց դանդաղ կործանման ճանապարհ ու կա դիմադրելու սցենարը, որը 100%-անոց արդյունք չունի, բայց գոնե ինչ-որ քեզ դրական հավանականություն է տալու, որ դու կարող ես այնպես պետությունը պահես։ Դե բայց մարդիկ է մեծամասամբ այտենց ոնց որ խնդիրները հետ գցելու սովորություն ունեն ու պետք է մենակ քաղաքականության մասին չի, մասնավոր բիզնեսում է, սովորական անձնական մակարդակում է խնդիրները ոնց որ հետ են գցում, անընդհատ հետոյի։ Դրա համար Ես համաձայն եմ դրա հետ ու դրա համար իմ կարծիքով մինչև մենք հատակին չհասնենք, իսկ հատակը իմ կարծիքով իմ ձևակերպամբ այնա լինելու, որ ինչ որ նոր պատերազմ լինելու է, որում մենք պարտություն ենք կրելու, ոնց որ դանակը ոսկորներին է հասնելու, նոր այստեղ ոնց որ գիտակցումը լինելու է, որ էլ սենց չի կարա շարունակվի ու կարող է ինչ որ նոր էլիտաներ հայտնվեն, որ փորձեն ոնց որ դիմադրելու ճանապարհով տանեն։ Տեսնենք։ Դժվար հարց է։ Իսկ այս Իրանի պատերազմը ոնց հասնում է ամեն ինչի վրա։ Նավթի գները բարձրացավ, որը ասացի, որ Ադրբեջանն այդ շնչելու կետ է տալիս, իսկ ոչ տնտեսական ռազմական առումով կամ ուժերի տեղաբաշխումը տարածաշրջանում։ Ռազմական առումով, եթե այս ամեն ինչը ավարտվի նրանով, որ Իրանը ի վերջո ոնց որ այդ չկարողանա դիմադրել, հիմա ինչ է ԱՄՆ-ն անում, այդ ակտիվ ռազմական գործողությունները դադարել են, բայց ոնց որ Իրանի հանդեպ բլոկադա կա, որ առանց այդ այնտեղ վատ տնտեսական վիճակը ել ավելի է դանդաղ վատացնելու, ոնց որ դա կարա բերի նրան, որ ինչ որ մի պահի այնտեղ իշխանություն փոխվի, ոնց որ իր աշխարհաքաղաքական կշիռը դրա արդյունքում Իրանը կկորցնի, որտեվ
ինչ իշխանություն էլ հետո գա, եթե այդ ճշմարտ տակա լինելու ի վերջո Ամերիկայից ու Իսրայելից կախված ինչ որ իշխանություն է լինելու, ու դրա արդյունքում եթե Իրանը այն ուժերից մեկն էր տարածաշրջանում, որ այդպես փորձում էր Ադրբեջանի ախորժակը մի քիչ զսպի, զուտ իր շահերի տեսանկյունից իրան ձեռք չէր տալի, որ Սյունիքում ադրբեջանական ներկայություն լինի, Հայաստանի միջոցով Սևծովի հետ Իրանի կապը կորչի, ոնց որ դա էլ չի լինելու, այսինքն տեսականորեն այն գործոններից մեկը, որ Ադրբեջանին զսպելու էր, չի լինելու։ Մյուս կողմից, եթե Իրանը դիմանա ու ինչ որ համաձայնության կարողանա գա ԱՄՆ-ի հետ, իսկ դրա նախադրյալները կան այնքանով, որ այս պահին եւ Իրանի իշխանություններին եւ ԱՄՆ-ի իշխանություններին ոնց որ դիլի կարիք կա Իրանի համակա, որովհետեւ ընդ տնտեսական վիճակը վատա էլ ավելի ավատանալու ու կհիշես, որ այս պատերազմից մի քանի ամիս առաջ Իրանում մեծ ցույցեր եղան, որ շատ մեծ այրենով իրենք կարեցան ճնշեն, իրանք երաշխավորված չեն, որ մի քանի ամիս հետո մի հատ էլ տենց ալիք չի լինելու, ու այս անգամ իրանք ոնց որ իշխանությունից չեն հեռացնելու։ Նույն ձև Տրամփն էլ աշնան ընտրություններ ունի, այս պատերազմը ըստ ամենայնի բավականին թրմա, հա։ այո, ոչ ոնց որ պոպուլյար արդեն դեմոկրատները կրում են։ Այո, հա, այս պատերազմը ԱՄՆ-ում է ոչ պոպուլյար է, ըստ ամենայնի Տրամփին դա ձեռք չի տալի, ու այսինքն երկու կողմից է մոտիվացիա կա, որ ինչ որ պայմանավորվածությունների կան։ Իսկ արդյոք այդ կոմպրոմիսը իրանք կարողանան գտնեն թե ով ինչ ազիջում, ի վերջո ինչ նոր դիլ է լինում, այդ բարձ չի։ Եթե լինի դրա արդյունքում Իրան կարան ներդրումներ կան, Իրանը սանկցիաները հանեն, ինքը սկսի նավթի լայնամասշտաբ արտահանումը, դրա արդյունքում Իրանը կուժեղանա ու ոնց որ ինքը կարա ավելի լուրջ գործոն դառնա, որ Ադրբեջանին կզսպի։ Իսկ Թրիփը այդ ինձ թվում է ոնց որ Ադրբեջանին ոնց որ կազուզբելի ապագայում ինչ որ պատճառ է։ Այսինքն տնտեսական տեսանկյունից այդ բանը ճանապարհը ոչ մի իմաստ չունի։ Ինչի՞։ Որովհետև Ադրբեջանը Թուրքիայի հետ երկաթգծով կապ ուներ Վրաստանով անցնող, այդ Բաքու, Ախրքալակ կար։ Բայց դեպքում իրանց ինչն էր պետք է։ Այսա շարունակեմ, այդ երկաթգիծը որ կար, ոնց որ ինքը թերբեռնված էր աշխատում երկար տարիներ ու ոնց որ դա ավարտել են զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ադրբեջանի փողերով։ Հետո 2022 թվականից հետո, երբ որ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, ոնց որ Եվրոպայում այդ միջին միջանցքի գաղափարը ակտիվացավ, որ եթե առաջ Ռուսաստանի տարածքով էին այդ արևելք-արևմուտք լոգիստիկայի էական մասը անցնում, ոնց որ ինչ որ դրան այլ ընտրանքներ, որը Չինաստանից, Միջին Ասիայի միջոցով, հետո Կասպից ծով, Ադրբեջան ու այդտեղից Թուրքիա ճանապարհն էր, ոնց որ այդ ժամանակ ոնց որ հույսեր արթնացան, որ դեպի իրանք կարան ինչ-որ լոգիստիկ կենտրոն դառնան, նաև այդ նույն երկաթգիծը չնայած թերբեռնված էր, ոնց որ դրա ընդլայնման մեջ ներդրումներ են արել, եթե առաջ թողունակությունը, եթե չեմ սխալվում, տարեկան 1.5 միլիոն տոննա բեռ էր, արդեն 5 են սարքել, բայց երբ թվերը նայում ես, ինքը մեկա թերբեռնված ամնում։ Ու դե տարբեր միջազգային ուսումնասիրություններ կան, այդ ճանապարհը ոնց որ նույն այդ փորձագետների կարծիքով, ոնց որ ինքը ավելի թանկ է, ինքը չի կարող այլ ընտրանք դառնա, այսինքն իր վրա մեծ լոգիստիկա քաշի։ Իսկ թե ինչին է դա Ադրբեջանին պետք է, որտեղ դա աշխարհակական նախագիծ է Սյունիքով ճանապարհ ստանալու, Նախիջևանի հետ կապ ձեռբերելու, Նախիջևանի միջոցով է Թուրքիայի հետ, ու բնականաբար հաջորդ պատերազմը ոնց որ Ադրբեջանը օդից չի սկսելու, Իրանը ինչ որ դրա համար ոնց որ կախվելու բան է պետք լինելու, այդ նույն միջանցքը շատ հարմար է, երբ որ պետք լինի ճանապարհ, այդ ճանապարհը կունենա ինչ որ խառը վերահսկողություն, ինչ որ մի պահի կարող է իրանք այնպես բան անեն, որ մենք փորձենք արգելենք այդ ու դրանք է դա իրանք պատճառ սարքեն, որ չգիտեմ, օրինակ միջանցքի հանդեպ հենց ռազմական վերահսկողություն վերցնեն։ Իսկ ամերիկացիների հետ եղելնելը ինքը ոնց որ զսպող գործոն չի։ Զսպող գործոնա, քանի դեռ ամերիկացիները հետաքրքրված են այդ ճանապարհով, բայց օրինակ մենք չգիտենք իրանք դա շարունակելու են այդտեղ մնալ թե չէ։ Նույն ամերիկացիները այս տարածաշրջանում, այսինքն միակ օգուտը, որ ես պատկերացնում եմ, որ ամերիկացիները այդտեղից ունեն, այդ որ Իրանի գլխին կախված ինչ որ Իրանի համար դեպի հյուսիս ճանապարհ էր Հայաստանի հետ, Հայաստանը Իրանի համար բարեկամական երկիր էր ու հյուսիս կապը նաև Հայաստանի միջոցով էր ասում, այդ ճանապարհի հանդեպ իրանք ուղիղ վերահսկողություն են ունենում, այդ ներկայություն են ունենում։ Միակ իրանց հետաքրքրվածությունը դա էր, բայց օրինակ կար Ամերիկայում իշխանություն փոխվի, որ չգիտեմ, այդ ուղղությամբ ինքը էլ այդքան հետաքրքրություն չունենա ու չուզենա ինքը, երբ որ օրինակ էսկալացիա լինի ինչ որ գործում ինչ որ բան ձեռնարկի, որ դա պահի։ Նույն ամերիկացիները, որ ինչ որ միտեղ գալիս են, դա հավերժ չի։ Օրինակ Աֆղանստանի օրինակով մենք գիտենք, երբ որ պահը եկավ, իրենք ինչ արագ ու այտենց անփարահեղ ձևով դուրս եկան։ Իսկ այդ երկարաժամկետ միջազգային պայմանագրերը Ինչ օրինակ պայմանագրեր։ Պայմանագիրը, որ կնքվում է, ինչքան է տարվեր 100 տարով չէր կնքվի։ Դե էլի ասում եմ, որ ոնց որ ոնց որ այդ միջին միջանցք ասած եմ կարծիքով ինքը տնտեսական պոտենցիալ չունի։ Այսինքն զուտ
շահավետ չի լինելու այդտեղով բեռներ իրականացնել, անցկացնել, իսկ ոնց որ դրա շուրջ ուսումնասիրություններ ոչ թե հենց տրիպի մասով, այլ այդ միջին միջանցքի Չինաստանից, Միջին Ասիայով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Թուրքիա ու այնուհետև Եվրոպա բեռնափոխադրումների մասով իրանք չեն կարող այս մրցունակ գին առաջարկեն, որ այդտեղով շահավետ լինի լոգիստիկա իրականացնել։ Իսկ եթե Այդ դեպքում մասնավոր ամերիկյան ընկերությունների պետք է տեղ ներկայացում Դե դա աշխարհակաղակական նախագիծ էր էլի, այսինքն այդ ընկերությունը ինքը կամք չի հայտնել, որ գա դե ինչ որ միջանցք կառուցի, դա վերահսկի, այլ Նիկոլը Ամերիկայի իշխանություններին ինչ որ բան է փորձել ընդհանուր հետաքրքրություն ներկայացող գտնի, ի վերջո այդ միջանցքի գաղափարը, այսինքն հենց 20 թվականի պատերազմից անմիջապես հետո կար, սկզբում, երբ որ Ռուսաստանը դեր որոշակի աշխարհակաղակական կշիռներ ենթադրվում էր, որ այդ միջանցքը ռուսներն են դե վերահսկելու, այսինքն դա Ռուսաստանի համալծակ էր լինելու, որ եւ Հայաստանին եւ Ադրբեջանի օրբիտայում պահի, հետո երբ որ Ռուսաստանը մտավ Ուկրաինա ու խրվեց, ու էլ ռեսուրս չուներ այս ուղղությամբ, որ էական ինչ-որ հարցեր լուծի, ոնց որ դրան Նիկոլը սկսեց դիմադրի, որտեղ ինքը ռուսներից վտանգ էր տեսնում, ու եթե հիշում ես, ոնց որ 22 թվականին, երբ որ Ղարաբաղի բլոկադան սկսեց, ոնց որ բաներից մեկը էր, որ տիպը եթե ուզում եք այդ բլոկադան բացենք, պետքա միջանցք լինի։ Ու այստեղից իշխանություններն է դրան մերժում էին։ Հետո երբ որ Ղարաբաղը հանձնեց, 24 թվականին է Տրամպը եկավ իշխանության, ոնց որ հարց առաջացավ, թե Տրամպ Նիկոլը ինչ պետք է առաջարկի, ոնց որ գնաց այդ պայմանավորվեց։ Այսինքն ոչ թե ինչ որ մասնավոր հատված ունեցե, որ չգիտեմ, շահ ունեցե, դրա արդյունքում աշխատելա, որտեղ միջանցք անեն, այլ աշխարհակական նախագիծ է, մարդիկ պայմանավորվածություններ են ձեռք բերել, որտեղ միջանցք լինելու, միջանցքում է չել ամերիկան ներկայությունա լինելու ու արդեն փորձել են գտնել թե ով կգա այդ միջանցքը կկառավարի։ Իսկ Ռուսաստանը այս տարածաշրջանում ինչ հետաքրքրություններ դեռ ունի ու արդյոք ազդեցությունը իր քչանում է թե չէ։ Ինձ թվում է քչանում է, որովհետև ոնց էր մեծ հաշվով Ռուսաստանի իշխանությունները մտածում էին, որ քանի դեռ կա Ղարաբաղյան կոնֆլիկտ, իրանք այս տարածաշրջանում կարողանալու են եւ Հայաստանին եւ Ադրբեջանին ոնց որ իրենց օրբիտայում պահեն, ու նույն 2020 թվականին, երբ որ Հայաստանը պատերազմ պարտություն կրեց, ոնց որ մի կողմից Ռուսաստանում այնպես մտածում էին, որ իրենց համար այդ երես պահելով ինչ որ լուծում էր, որ խաղապահները մտան տեղ, իրենց այդ երկարաժամկետ երազանքը իրականացվեց, բայց քանի որ այդ պատերազմի արդյունքում Հայաստանը որպես սուբյեկտ ոնց որ ջախջախվեց, ոնց որ իրենց համար շատ դժվար դառավ հավասարակշռելը ու դրանից հետո Ղարաբաղում կայուն էր զուտ նրա համար, որ կար Ռուսաստանը իր դրոշով, որ այն ժամանակ ինչ որ բան նշանակում էր, որ այդ իրավիճակը կայուն էր պահում, բայց երկարաժամկետում այդ շատ փխրուն կառուցվածք էր։ Ու հենց Ռուսաստանը մտավ Ուկրաինայում ինքը պարզ դառավ, որ արագ հաղթանակ չի լինելու, ինքը իսկույն պատերազմի մեջ է մտնելու, քանի որ Ուկրաինան Ռուսաստանի համար առաջնահերթություն համար մեկ էր, ինքը իր բոլոր ռեսուրսները սկսեց ուղղել այդտեղ։ Ու դրանից հետո արդեն հիշես 22 թվականի մարտ-ապրիլներ կարծեմ, որ ադրբեջանցիները այդ փառուխի ուղղությամբ Ղարաբաղում ինչ-որ գործողություններ արեցին, սկսեցին դիրքեր առաջ տան, գյուղեր հայաթափեն։ Այդ նրա մասին էր, որ ոնց որ Ռուսաստանը այն պահից որ ռեսուրս չուներ այս ուղղությամբ հատկացնելու ու ինչ-որ ռազմական սպառնալիքով կլինի կամ ինչ-որ իրակշիռ օգտագործելով հարցեր լուծելու, Ադրբեջանը սկսեց կամած Ղարաբաղի շուրջ օղակը սեղմի։ Ու դրա վերջը այն եղավ, որ ի վերջո Ղարաբաղը անցավ Ադրբեջանին, ու Ռուսաստանը այս տարածաշրջանում արդեն կախվելու շատ քիչ բան ունի։ Ռուսաստանը նույն հետաքրքրությունները ունի, այսինքն բնականաբար Անդրկովկասով Ռուսաստանի հետաքրքրությունները չեն վերացել, բայց ինքը ինչ որ բան էս պահին չունի կախվելու, միակ բանը որ տարածաշրջանում կախվելու մնացել է, օրինակ Հայաստանում այդ ռազմաբազան է ու այն տնտեսական կախվածությունը, որ Հայաստանը Ռուսաստանից ունի, մնացած հարցերով ինքը այտենց բան ինչ որ լծակ չունի բռնվելու, բացի այդ էս պահին ինքը ռեսուրս էլ չունի հատկացնելու, որ այս տարածաշրջանով լուրջ զբաղվի։ Որ պատկերացնես, օրինակ 2023 թվականին այդ Ղարաբաղը վերջնական հայաթափելու գործողության ժամանակ, ոնց որ եթե հիշես, Ռուսաստանի խաղապահների հրամանատարի տեղակալը զոհվել էր։ Այդ որ նայում ես այդ խաղապահների հրամանատարի տեղակալով էր, չգիտեմ, հյուսիսային տոլի խաղովկան նավատորմի այդ բանը Սուզանավերի հրամանատարության ինչ որ գնդապետ։ Այսինքն Ռուսաստանում ցամաքային զորքերից ինչ սպակթել էին, ուղարկել էին Ուկրաինա, այդ Ղարաբաղի նման տենց կոպիտ ասած ինչ որ խաղապահ առաքելություններում կլինի կամ ինչ որ դուրս ռազմբազաներում, ոնց որ հավաքել էին այն մարդկանց, ովքեր չեն կարող արկեն Ուկրաինա կռվելու։ Ռուսաստանի իր ամբողջ ռեսուրսները հիմա Ուկրաինայում կենտրոնացրել, ու ինքը կարենա այստեղ էլի հարց լուծի, երբ որ ինքը Ուկրաինայում պատերազմը ավարտի, ու ռեսուրս ունենա այս տարածաշրջանում ինչ որ իր դիրքերը վերականգնելու։ Որը երևի դեռ շատ կա։
Դա էլ չեմ կարող ասեմ, որտեվ ոնց որ ըստ ամենայնի, ոնց որ Ռուսաստանում գիտակցումը կա, որ այդ Ուկրաինան իրենք վերջնական չեն կարողանալու ջախջախեն, հարցը նա թե ինչ պայմաններով այդ պատերազմը կանգնացվելու, ու ոնց որ կարա լինի են, որ ինչ որ համաձայնության կան։ Նույն երբ որ ես խոսում էի, որ տարվա վերջ նավթի գները անկում էին ապրել, ու էլ ավել էին անկում ապրելու, Ռուսաստանի վիճակն էլ ինչ որ շատ լավ չէր, Ծանրացել որ պատկերացնես, իրանք էլ այդ պատերազմի ծախսերով պայմանավորված մեծ ռազմական ծախսեր են անում ու իրանց ռեզերվներն էլ անսահմանափակ չէին ու այդ տարվա առաջի 2 ամիսների իրանք այնքան ռեզերվներ էին ծախում այն արագությամբ, որ եթե այդ նույն ձևով շարունակեին, մինչև տարվա վերջ իրանց ֆիննախի բոլոր ռեզերվները սպառված էին լինելու։ Ու ոնց որ Ռուսաստանում արդեն քննարկվում էր բյուջեի փոփոխության նախագիծ բերելու, բա որ Ռուսաստանում սկսեն գոտիները ձգել, բայց հետո Իրանի պատերազմը եղավ, նավթի գները աճեցին, բացի այդ, քանի որ Հորմուզի նեղուցը փակեր, Պարսից ծոցից նավթը դուրս չէր գալի, ռուսական նավթը, որ 22 թվականից հետո մեծ զեղչով էր վաճառվում, այդ զեղչը կրճատվեց, այսինքն Ռուսաստանի գծուկը նավթն էլ թանկացավ, ռուսական նավթը էլ ավելի թանկացավ։ Դրա արդյունքում ռուսները այս տարի իրենց հարցերը լուծեցին, բայց Ռուսաստանի պատերազմելու ռեսուրսներն անսահմանափակ չեն, այնտեղ էլ ինչ որ լիմիտներ կան, որ իշխանությունները հասկանում են ու իրանք ինչ որ մի պահի այդ պատերազմը դադարեցնելու են, որովհետեւ դրա շարունակելու ռեսուրս չի լինելու։ Որ թվերը նայում ես ամեն ինչի տակը կոնկրետ մաթեմատիկա կա էլի։ Ոնց որ մեր մոտ սիրում են այս տարբեր բաներից խոսան, բայց օրինակ դրա տակի տնտեսական թվերից թե ինչ ռեսուրսների հաշվարկի վրա այդ ամեն ինչ իրականացնում ոչ մեկ չի սիրում կենտրոնանալ։ Չէ՞ դե օրինակ այս զրույցի ընթացքում պարզ դառավ, որ շատ քայլերի հետևը հենց տնտեսական հարցերն են։ Փողը։ Այո, Չոր մաթեմատիկա էլի։ այսինքն ռեսուրսների հարցին շատ մեծ ուշադրություն է պետք հատկացնել, ոնց որ ուժեղ պետությունը առանց ուժեղ տնտեսության չես կարող կառուցես, չես կարող քո անվտանգության հարցերը լուծես առանց տնտեսական հարցերի, այդ նույն անվտանգության հարցերն է պետք է տնտեսական հարցերի հետ զուգահեռ դնես։ Բայց հետաքրքիր է որ մեր շուկան, մեր տնտեսությունը ավելի դիվերսիֆիկացված է, քան ադրբեջանականը։ Որովհետև մենք ռեսուրս չենք ունեցել, որից այդպես բացարձակ կախվածություն կունենայինք։ Ու դա առավելությունն է։ Այո, ու այո, մենք ապակենտրոնացված համակարգ ենք ունեցել, Հայաստանում լավից վատից ինչ որ կապիտալիզմ է եղել, որը իսկ մասնավոր երբ որ կա երկրում կապիտալիզմ, այդ լավ է, որովհետև ինքը երկարաժամկետում աճ բերում է։ Ոնց ասեմ, Հայաստանում ոնց որ նորմալ մասնավորեցում է կատարվել, այդ այն ձևով որ կատարվել է միգուցե խնդրահարույց է եղել, բայց նորմալ դժվար է։ Հա, նորմալ, այնի նկատի ունեմ, որ դինամիկ զարգացող մասնավոր հատված մենք ունենք, ու այս պահին մեր մասնավոր հատվածը ինչ որ առումով կարա ոնց որ, չգիտեմ, տնտեսության, պետության աջենդա թելադրի։ Օրինակ, հիմա չգիտեմ, AI գործարան են կառուցում, այդ ոնց որ պետության շնորհքը չի, այդ այլ ինչ որ մասնավոր գործարաններ կան, որ իրանք իրանց շահը ունեն, իրանց ռեսուրսները ունեն ու իրանք կարող են դա ֆինանսավորելու աղբյուրներ են կարողանում գտնել։ Օրինակ, ես ասացի, որ Ադրբեջանում ֆինանսական համակարգը զարգացած չի, դրա պատճառներից մեկը այն է, որ նախ փողի կարիք ընդ չի եղել, այսինքն պետությունը ռեսուրս ունեցել է իր ներդրումները հանելու համար, դրա համար բանկեր պետք չեն եղել, որ բանկերից պարտքով փող վերցնես մեկ, երկրորդը, երբ որ կա զարգացած ֆինանսական համակարգ, նույն բիզնեսը կամ մարդիկ կարան դե այլընտրանքային ռեսուրսը փնտրեն, գնան այնտեղից փող վերցնեն։ Դրա արդյունքում, որ պատկերացնես, Ադրբեջանի բանկային համակարգում ժամանակին 30 քանի բանկ կար, հիմա 20-ին մոտ է, բայց այդ բանկային համակարգի 70-80%-ը 4 բանկ է վերահսկում, 4-ից մեկը պետական է, մյուս 3-ը ալիևներին է պատկանում։ Հա, իսկ օրինակ Հայաստանում կա բանկային համակարգ, որ զարգացած է, կայացած է, ու նույն բիզնեսն է, սովորական մարդիկ է կարող այնտեղից ֆինանսավորում վերցնեն։ Այսինքն ինքը ռեսուրսների աղբյուր է, ու ինչի մասին է ֆինանսական բանկային համակարգը, որ այդ ցապուցրի վերեղած առանձին, ասենք դեպոզիտներ, մարդկանց խնայողություններ, ինքը հավաքում է մեծ փող է սարքում ու դա պարտքով է տալի, որ ինչ որ հարցեր լուծվեն, կլինի ինչ որ մարդկանց, չգիտեմ, տուն վերանորոգելու հարցից, մինչև չգիտեմ, մեծ ինչ որ բիզնես նախագծեր ֆինանսավորելու։ Իսկ դու կենտրոնական բանկում ավելի երկար ժամանակ աշխատել ես, այդ բանկային համակարգի կայացման մեջ կենտրոնական բանկը դերը մեծ է եղել։ Բնականաբար, ոնց որ հենց 2000-ականներից ոնց որ կենտրոնական բանկը այդ հարցին շատ հիմնավոր մոտեցել է, ես հենց բանկային համակարգի այդ կարգավորման ուղղությամբ չեմ աշխատել, ես ոնց որ մակրոյի ուղղությամբ եմ ավելի շատ աշխատել, բայց կենտրոնական բանկը այդ օրինակը, որ Հայաստանում ցանկության դեպքում կարելի է ոնց որ ունենալ արդյունավետ բյուրոկրատիա,
որ, չգիտեմ, ինչ-որ ինստիտուտ կկայացնի, ու այդ ինստիտուտը իր խնդիրները կլուծի։ Եթե այսօր փորձես Հայաստանի ինստիտուտները կայացածության մակարդակի գնահատես, ֆինանսական համակարգը երևի ամենակայացածներից է, այդ նրա արդյունքում ա եղել, որ եղել է ինստիտուտ, որը քիչ թե շատ անկախ ա եղել, այդտեղ capacity ազորվել կարողություններ, այսինքն մարդիկ են եղել, որ իրականությունից կտրված չեն եղել ու նաև գիտելիք են ունեցել այդ ամեն ինչը իրականացնելու համար։ Իսկ եթե դու ուզում ես ինչ-որ միտեղ լավ կադրեր պահես, նաև դրա ֆինանսավորման հարցը պետք է լուծես, իսկ կենտրոնական բանկը մանավանդ իր կայացման առաջի շրջանում, երբ որ մասնավոր հատվածը այդքան զարգացած չէր, ինքը շատ գրավիչ գործատու էր ու շատ լավ կադրեր հավաքվել են, որ այդ ռեֆորմները իրականացվել են ու հետո իրենք տեղափոխվել են մասնավոր հատված, ոմանք շարունակել են աշխատել կենտրոնական բանկում։ Իսկ քեզ ինչն է ոգի շնչում։ Ինչն է ինձ ոգի շնչում։ Ոնց որ ես սիրում եմ բարդ հարցերի շուրջ մտածեմ ու ոնց որ այն գիտելիքը, որ ես կուտակում եմ, ոնց որ ինչ որ բան ուսումնասիրել, վերլուծել, ինձ հետաքրքիր է ու նաև ոնց որ կյանքում առաջ գնալն եմ սիրում, ոնց որ իմ անցած ճանապարհը, ոնց որ չգիտեմ, ես ոնց որ ոնց եմ իմ համար ինքս ճանապարհ հարթելով առաջ գնացել, դա ինձ ոգի շնչում է։ Այսինքն ոնց որ կյանքը պայքար է, այդ պայքարելով ես ոնց եմ առաջ գնացել կյանքում, այդ ինձ ոգի շնչում է։ Իսկ ինչ հետաքրքիր նոր պրոյեկտներ ունես։ Նոր գիրք պլանավորում ես գրես։ Նոր գիրք չեմ պլանավորում, որտեվ մուսա չկա։ Ստես ահագին բան է փոխվել քո վերջի գիրքը գրելուց հետո, կարելի է անդրադառնալ այդ ամենին։ Փորձեցի ես վերջի հոդվածով ես դրան անդրադառնամ, բայց Civilnet-ի։ Այո, ոնց որ ինչ որ նոր բան տենց մեծ գրել ինձ այդքան հետաքրքիր չի, որովհետև մեծ հաշվով այն ինչ որ ես ասել եմ դեռ ռելևանտ է ու հիմնավոր է ու ինչ որ տենց նոր մեծ ուսումնասիրություն անելու համար դու ոնց որ պետք է լրիվ այդ research-ի մեջ լինես, իսկ դրա ոնց որ ժամանակը այս բանը ես չունեմ, որտեղ ոնց որ մի քիչ ոլորտս փոխել եմ, ավելի մասնավոր հատվածի վրա եմ կենտրոնացած ու ոնց որ դրա համար ժամանակ չկա մեծ հաշվով։ Իսկ Ադրբեջանի մասով ինչ որ արել եմ, ոնց որ փորձում եմ maintain անեմ, այսինքն դա զուտ ինչ որ գիրք չի եղել, որ գրվել, այլ դրա տակ վերլուծական համակարգ է եղել, տվյալների շտեմարաններ, այդ վերլուծական համակարգ, այսպես անվանենք, այդ վերլուծական համակարգը ոնց որ ես փորձում եմ թարմացված պահեմ, որ այն ինչ որ կատարվում անդե, ոնց որ շարունակեմ նրա շուրջ ակտուալ գիտելիք ունենամ, այն հույսով, որ տիպը մի օր կարա գա, որ այդ գիտելիքը պետք է կան լինի։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը, որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք լայվ քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, մաստեր կլասեր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։